Ողջույն բոլորին, Արմեդիա YouTube հիանալիքում Արմքասն է եւ հյուր է իրավաբան ու քաղաքագետ Լիլիթ Դալաքյանը։ Շնորհակալ եմ Լիլիթ, որ համաձայնեցիր լինելով Միացյալ Նահանգներում գալ մեզ հյուր եւ պատասխանել վերջի իրադարձությունների հետ կապ ունեցող մի շարք հարցերի։ Սիրով։ Այդուամենայնիվ ես կվերադառնամ ապրիլի 24-ին, որովհետև միաժամանակ երբ մենք նկարանում ենք իրականացնում Մոնտեբելոյում, մենք հենց այնտեղ հանդիպեցինք առաջին անգամ եւ դու մասնակցում էիր Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման, այստեղ այդպես է կոչվում, արարողությանը Մոնտեբելոյի հուշակոթողի մոտ, եթե առաջին անգամ էիր մասնակցում Միացյալ Նահանգներում նման միջոցառմանը եւ հենց բուն ցեղասպանության հիշատակի միջոցառմանը, ապա ինչպիսին էր տպավորությունը, եթե ոչ, ապա ինչ նկատեցիր, ինչ է տարբերվում Հայաստանում տեղի ունեցող միջոցառումներից։ Միացյալ Նահանգներում առաջին անգամ չեմ, բայց այսպիսի միջոցառման առաջին անգամ եմ մասնակցում։ Ես նախ եւ առաջ պետք է ասեմ, որ ոգևորված էի երիտասարդների ելույթներից եւ իրոք բոլորը շատ բարձր գնահատեցին, որովհետեւ կարեւոր է որպեսզի Սփյուռքում շարունակվի այն գործունեությունը, հայապահպան գործունեությունը, որը իրականացնում են արդեն տասնամյակներ, հարյուրամյակ, ես կասեի, ցեղասպանության, ուրեմն այսպես զոհերի հարազատները, ժառանգները, միայն իհարկե ցեղասպանության, ուրեմն զոհերի ժառանգներով չի պայմանավորվում Սփյուռքը, բայց հիմնականում եւ դա իհարկե ինչ շատ դուր եկավ, ցավոք հանրապետական կուսակցությունից կարծես ես ԱՄՆ հանրապետական կուսակցության մասին է խոսքը, ներկայացուցչություն չտեսա։ Իհարկե հնչեցին ելույթներ դեմոկրատական կուսակցության անդամների կողմից, Արցախի հարցի մասին էլ խոսենք ավելի մանրամասն, իրենք շեշտադրումներ կատարեցին, հատկապես վերադարձի իրավունքի վերաբերյալ էթնիկ զտման եւ մշակութային արժեքների պահպանության, սա կարեւոր եմ համարում։ Իսկ տարբերությունը հայաստանյան միջավայրին դա այնտեղ ելույթներ որպես կանոն տեղի չեն ունենում, ընդհանրապես հարգանքի։ Հարցազրույցների տեսքով է լրատվամիջոցները, այո, կարճ, շատ կարճ հարցազրույցներ, որոնք բոլորն էլ գալիս են մի եզրակացության, որ իդեպ կապ չունի ընդդիմադիր թե իշխանամետ, որ պետք է չմոռանալ պատմությունը, բայց փորձել շարժվել առաջ։ Այս առումով իհարկե տարակարծություն կա, թե ինչպես պիտի մեր հարաբերությունները կառուցել Թուրքիայի հետ, բայց այն, որ ժողովուրդ, որը մոռանում է իր անցյալը, ապագա չունի, ես այդպիսի խոսք կա, գիտեք, նաև ես այդպես եմ կարծում։ Տիկին Դալաքյանից համար զարմանալի է, որ դες համար զարմանալի է, որ հանրապետականներից ոչ միայն ներկայացուցիչ չկար, այլ նաև հայտարարություններ, որպես այդպեսին չկային, որովհետև JD Vance-ի դեպքը մեզ թույլ է տալիս հասկանալ, որ հանրապետականներն ունեն մի ուղի, որը որ շարժվում է Դոնալդ Թրամփը, որովհետև երբ որ JD Vance-ի գրառումը ջնջվեց իր սոցիալական մեդիայից, Սպիտակ տան այստեղ եթե ուղիղ հարցնչեց հենց Քերոլայն Լևիթին Սպիտակ տան խոսնակին, նա ուղիղ պատասխան ասաց, որ մենք նախորդ տարվա ապրիլի 24-ին տվել ենք ուղիղ մեր վերաբերմունքը հայոց ցեղասպանության զոհերի հիշատակմանը, բայց չնշելով հայոց ցեղասպանություն, նշելով դարձյալ մեծ Եղեռնի իրադարձությունների եւ արդեն անընդմեջ երկրորդ տարին, երկրորդ պաշտոնավարման ընթացքում Դոնալդ Թրամփը նույն հայտարարությունն է անում, չասելով ցեղասպանություն, ասելով մեծ Եղեռն եւ հանրապետականներից ով ունի ավելի բարձր գլուխ Թրամփից, որպեսզի նշի ցեղասպանություն տերմինը։ Գիտեք, ես նկատի ունեմ մասնակցությունը, որտեղ հանրապետականից մասնակցություն եղել է տարիների ընթացքում, նույնիսկ եթե մեծ Եղեռն է նշվում, Հայաստանի վարչապետն էլ եւ ցեղասպանություն է օգտագործում եւ մեծ Եղեռն։ Նույնը Ռուսաստանի ղեկավարը, նա այս տարի նշեց ցեղասպանություն եզրույթը, բայց 2020-21 թվականներին, երբ Ռուսաստանը Թուրքիայի հետ փորձում էր, այսպես ասեմ, կիսել ազդեցության գոտիները հարավային Կովկասում, Բայդենի կողմից ճանաչումը շատ բացասական ընդունվեց Ռուսաստանում։ Այսինքն այո, ես իհարկե գիտակցում եմ, որ դա քաղաքականություն է։ Եվ ԱՄՆ այսօրվա ղեկավարը իզոլյացիոն ավելի քաղաքականության կողմնակից լինելով, չնայած որ տարածաշրջանում եւ Թուրքիայի հետ փորձելով կառուցել ավելի, այսպես ասեմ, բարեդրացիական հարաբերություններ, ուշադրություն չդարձնելով նաեւ ժողովրդավարության, ուրեմն վիճակին Թուրքիայի, որտեղ մենք հիշում ենք Բայդենի եւ Էրդողանի հարաբերությունները շատ լարված էին, կապված ընդդիմադիրների նկատմամբ ճնշումների հետ։ Դոնալդ Թրամփը այսպես ավելի սառը հաշվարկներով է առաջնորդվում, ինչպես ասում են, ռեալ պոլիտիկով եւ այո, դրամաբանականներ ես չեմ էլ սպասել։ Բացի վերադարձից հետո փորձեց հարաբերությունները Թուրքիայի հետ բարելավել, հանդիպելով Էրդողանի հետ եւ
վերջի երկար տարիների ընթացքում լուրջ պայմանագրի գնացին, լուրջ զինանոցի վաճառքի մասին խոսք գնաց, լուրջ համագործակցության մասին խոսք գնաց, լինելով իհարկե ՆԱՏՕ-ի անդամ պետություն, բայց միևնույն ժամանակ ունենալով որոշակի խնդիրներ անձնական հարաբերություններում, որը նախորդներից էր գուցեև գալիս, նախկին իշխանություններից էր գալիս։ Գիտեք, աշխարհաքաղաքական իրավիճակը հիմա տարբեր է։ Թուրքիան անհրաժեշտ է։ Ու շատ արագ է փոփոխվում։ Այո, ԱՄՆ-ին առավել անհրաժեշտ է դարձել Իրանի հետ կապված այս իրադարձությունները, Սիրիայում գործում են ինչ-որ առումով Թուրքիայի ձեռքերով կարող ենք ասել։ Այո, Լիբիայում ես կարծում եմ առաջիկայում զարգացումներ կլինեն եւ ինչ-որ առումով Թուրքիան ակտիվ դեր ունի նաեւ Եվրոպայի անվտանգային հետագա, ես կարծում ճարտարապետության մեջ, որովհետեւ երկրորդ բանակն է ըստ էության ՆԱՏՕ-ի եւ Ֆիդանը արտգործնախարարը Թուրքիայի մեջ նշում է, որ Եվրոպայի անվտանգությունը ճարտարապետության մեջ Թուրքիան պիտի ունենա իր դերը։ Մենք գիտենք զինում է Ուկրաինային, այսինքն Թուրքիայի դերը բարձրացել է ինչ որ առումով այս պահին եւ տրամաբանական է, այո, որ Էրդողանը փորձում է եւ Տրամպը փորձում են ինչ որ հարաբերություններ կառուցել, բայց դա չի նշանակում Հայաստանում թյուր կարծիք կա, ասում են, որ ԱՄՆ ասում ենք նկատի ունենք Թուրքիա։ Դա էլ է սխալ, որ հարավային Կովկասում ԱՄՆ-ն գործում է Թուրքիայի ձեռքով։ Այդպիսի բան չկա, դա ռուսական ռոպագանդան է, որը փորձում է ներկայացնել, որ կամ ռուսը, այսպես կենցաղային կամ թուրքը, եթե ԱՄՆ-ն է, ուրեմն ՆԱՏՕ-ն է, ուրեմն Թուրքիան է։ Դա այդպես չի։ Մենք օրինակ ՀԱՊԿ անդամ ենք, բայց Բելարուսը մեր դաշնակիցը չի, ոչ էլ Ղազախստանը։ Ֆրանսիան ավելի մեծ դաշնակից է, որը ՆԱՏՕ-ի անդամ է։ Այսինքն եզրակացնելով կարող եմ նշել, որ ԱՄՆ քաղաքականությունը այսօր հիմնվում է ռեալ պոլիտիկի իրենց շահերի վրա եւ մարդու իրավունքներին, այսպես ուրեմն ողբերգությանը նույնիսկ Արցախում եւ ցեղասպանություն եզրույթի օգտագործման նրանք այդքան մեծ դեր չեն տալիս եւ պետք է նշենք, որ Հայաստանն էլ այսօր Հայաստանի այսօրվա իշխանությունները փորձում են ամեն կերպ շրջանցել այդ թեմաները, հույս ունենալով դրանով կարգավորել հարաբերություններ եւ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, որքանով դա կստացվի, դա էլ հարց է արդեն։ Բայց այս դեպքում հարց առաջանում ինչպես շնչել պատմություն ու նոր պատմություն գրել առանց անցյալի վրա հիմնվելով։ Չէ՞ որ ինչ-որ մի ձև պետք է այդ հարաբերությունները բարելավման շրջանակում հաշվի նստել նաև անցյալի հետ։ Միայն օրինակի համար կառուցել նորը զրոյից ինչ-որ կետից եւ մենակ ցեղասպանության մասին չի խոսքը։ Բազում իրադարձություններ, ում հետ էլ որ հարաբերություններ որ կառուցես, ում հետ էլ որ նոր հարաբերությունների գնաց։ Վերջ-վերջո, երբ մենք հիմա տեսնում ենք օրինակի համար Լիբանանն ու Իսրայելը փորձում են նոր պատմական համաձայնության գալ, երկար տարիներ հետո այդպես ուղիղ բանակցություններ է գնում, անգամ խոսք է գնում, որ Բիբին կարող է հանդիպել ԱՈՒՆ-ի հետ, սա արդեն լրիվ ուրիշ պատմություն կլինի, անձամբ Սիրիայի նախագահ Ալ-Շարան գրկախառնվեց ԱՈՒՆ-ի հետ, մենք նոր իրադարձություններ ենք տեսնում, բայց միևնույն ժամանակ նրանք չեն մոռանում անցյալը, կառուցում են անցյալի վրա հիմնվելով, չի կարելի մոռանալ անցյալը, կարծում եմ, որ պետք է դուք ձեր տեսակետը շատ ավելի խորքային ներկայացնեք, որտեղ մեր հետևորդներին հատկապես այս թեման շատ հետաքրքիր է։ Ես հիմա իմ տեսակետը կներկայացնեմ, դա պետական իհարկե Հայաստանի տեսակետի հետ այդքան էլ չի համապատասխանում, այո, միանշանակ, գիտեք, օրինակ Ադրբեջանում, որը իբրև թե խաղաղության է ձգտում մեզ հետ, պատմություն է գրվում, նոր պատմություն, որտեղ ադրբեջանցիների ցեղասպանության մասին են խոսում հայերի ձեռքով վերջերս, որտեղ արևմտյան Ադրբեջանի վերաբերյալ քարտեզներ կան, գրքեր կան, այսպես կոչված Զանգեզուրի միջանցք, այսինքն ի տարբերություն Հայաստանի, որը իր իրական պատմություն ունի եւ որը ամբողջ աշխարհն է ընդունում, մեծ մասամբ գեոպոլիտիկ կենտրոնները, Ադրբեջանը նոր իրականություն է հորինում խաղաղության գործընթացին զուգահեռ, այսինքն այս առումով մենք ոչ միայն հավասար չենք, այլև ետ ենք մնում նաեւ ինչ որ առումով եւ չմոռանալ չի նշանակում արյանցով սարքել, դարձնել Թուրքիան, ես չեմ ընդունում։ Չէ՞, մենք այնքան խելացենք, որ հաստատ չենք ընկնի, օրինակ եմը մտածենք, որ հիմա Թուրքիայի հետ կռվ ենք տալու, հաղթելու ենք վերջ-վերջո, դա պատմական արդարության կա։ Մենք դա հասկանում ենք, գիտակցում ենք, բայց ժողովրդի որոշ հատվածների զգացողությունների վրա, հատկապես ես կասեի նույնիսկ ԱՄՆ-ում ժառանգների ցեղասպանության զոհերի, դա իր ազդեցությունը ունենում է, ոչ թե մենք կկռվենք, կհաղթենք, այլ պահանջատիրություն։ Ես նույնիսկ ուզում եմ հասկանալ, դա արդեն այլ երկար թեմա, ինչ է նշանակում հայդատ, ինչ է նշանակում պահանջատիրություն, որն է մեր նպատակը, ցեղասպանությունը ճանաչեցին, հաջորդ քայլը որն է, դուք այդ հարցը ինձ երեք էլ ուղեցիք, որ ինչ քայլեր
պիտի կատարվեն, այսինքն նպատակել չկա, դեպի ուր ենք մենք գնում, լավ, հայդատը ինչ է նշանակում, կամ Արցախի հարցից դեռ խոսում ենք, ինչ ենք պատկերացնում, Արցախը վերադարձնելու ենք, թե արցախայերն են վերադառնալու, երբ են վերադառնալու, ինչ երաշխիքներով, ուղղակի այսպես գեղեցիկ գաղափարներ են, որ իհարկե ես էլ որպես հայ կուզեմ դա իրականանա, բայց ռազմավարություն եւ մարտավարություն կարճաժամկետ ես ցավոք չեմ տեսնում։ Վերադառնալով ձեր հարցին, երբ ավարտենք այս այսպես բաժինը ցեղասպանության, խոսենք նաեւ Լիբանան-Իսրայել հարաբերություններից, բայց միայն գրկախառություններով իհարկե ոչինչ չի լինում, օրինակ Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահն էլ ստացան մրցանակներ, բայց Ադրբեջանը շարունակում է իր ոչ կոնստրուկտիվ քաղաքականությունը, նույնիսկ նշում են, որ Ադրբեջանը չի թողնում, որ Թուրքիան պետական պաշտոնյաները բացի Հայաստանի հետ սահման, այսինքն մի կողմից իբրև թե վերջ խաղաղություն է, գրկախառնվեցինք, մրցանակ ստացանք, մյուս կողմից առավելապաշտական նկրտումներ։ Եվ այո, ես կարծում եմ, որ մենք ոչ միայն պիտի հիշենք, այլև պիտի քայլեր կատարենք, որ այդ հիշողությունը մեզ թույլ չտա, որ հետագայում նույնպիսի իրավիճակ լինի եւ մեր արդեն ապագա սերունդները կանգնեն նույն վտանգի առաջ, ինչ որ եղավ 15 թվականին, ինչ եղավ մինչև 23 թվականը, մինչ այդ էլ 1907 թվականներին, 1895 թվականին, 2020 թվականին, այսպես որ նայում ենք 100 տարի անընդմեջ կարծես կրկնվում է մեր պատմությունը եւ դա թույլ տալու համար մենք ունենք մի քանի կարևոր աշխատանք, բանակ հզորացնել, գտնել դաշնակիցներ, իդեպ այնպես չի, որ ամեն հարցում նույնպես ենք մտածել։ Օրինակ ԱՄՆ-ի հետ կարող է մի հարցում ենք դաշնակցում, Կանադայի հետ այլ հարցում, նույն Ռուսաստանի հետ պիտի շփումները պահպանել, ես իհարկե գող չեմ Ռուսաստանի քաղաքականությամբ, բայց դա մեր հարևանն է։ Պիտի փորձել մեր շահերից ելնելով նրանց հետ էլ գտնել ինչ որ խոսելու եզրեր, որքան հնարավոր է, եւ ամենակարևորը չմասնատել երկիրը, չմասնատել ժողովրդին, որովհետև ամեն նոր կուսակցությունների ձևավորմամբ, տեսնում ենք ընտրություններ են տեղի ունենալու, բաժանարար գծեր ստեղծելով մենք երբևիցե չենք կարող հասնել հզորության։ Նշեցիք, որ պետք է Ռուսաստանի հետ էլ պահել, պետք է մյուսի հետ էլ պահել, պետք է մյուսի հետ էլ պահել հարաբերությունները, բայց այս բազմավեկտոր հարաբերությունները մեզ որքանով են օգնում։ Մեկը մյուսից նեղանում է, մեկը մյուսից սրտնեղում է, մեկ ասում է սրա հետ ավելի շատ եք հարաբերություններում, ձեր ավելի խորացված եք, մեկ ասում է որ այստեղ տնտեսական շահ եք հետապնդում, մյուս ասում է ռազմական շահ եք հետապնդում, բայց մի բան պետք է մենք հետապնդենք՝ ազգային շահ, ներքին ազգային շահ, այս բազմավեկտոր քաղաքականության մեջ, ինչպես բերել բալանսի։ Տեսեք, հենց բազմավեկտոր քաղաքականության նպատակն է, այո, տարբեր երկրների շահերից ելնելով, որոնք համընկնում են այդ պահին, այդ ոլորտում քո շահերի հետ, ասում են, չէ, չկան հավերժ դաշնակիցներ։ Պետք է ոչ թե մտածել, որ Ռուսաստանը 3000 տարի մեր դաշնակիցն է լինելու, հաջորդ 3000-ը Ֆրանսիան, այլ այդ պահի ազդեցության տակ ես նկատի չունեմ օրերի կամ շաբաթների մասին, երբ իրավիճակ է փոխվում տարածաշրջանում, օրինակ Տրամպը հիշեց քրդերին, չէ՞, օրինակ եմ բերում, բայց քրդերը նրան չարձագանքեցին, որովհետև հիշում էին Սիրիայում Տրամպի գործունեության արդյունքները։ Այսինքն դա չի նշանակում, որ եթե մենք ինչ-որ մի երկրի հետ հարաբերություններ ունենք, պիտի իր շահերով միայն առաջնորդվենք։ Դա շատ բարդ է փոքր երկրների համար։ Ես այստեղ չեմ կարող ասել, որ միանգամից լուծումներ կարող են գտնել, բայց ինչ է նշանակում, օրինակ Ռուսաստանի հետ մենք չենք հարաբերվում։ Ես ամենամեծ կողմնակիցն եմ, որպեսզի Հայաստանը դուրս գա հապկից, դուրս գա ԵՏՄ-ից եւ կրեմլյան քաղաքականությունը դա ամենաառաջի մեծ վնասը հենց ռուս ժողովրդին է հասցնում, այսօր տեսնում եք ինչ իրավիճակում է ռուսական եւ տնտեսությունը եւ հասարակ քաղաքացին, բայց երբ օրինակ Հայաստանի իշխանություններից ներկայացուցիչ է գնում մայիսին կամ հանդիպում է Պուտինի հետ, ես չեմ ասում դավաճան, ես չեմ ասում ինչու ես գնում, որովհետեւ ես գիտակցում եմ, որ այսօր մենք ունենք մեկ լիակատար գործող սահման, դա հայ-վրացական սահմանն է, իրանականի հետ կապված կարող են ամեն րոպե խնդիրներ լինել, եւ հիմա Վրաստանը պրոռուսական է, եթե Ռուսաստանը ցանկանա, Հայաստանի տնտեսությունը կարող է խեղդել, իհարկե իշխանությունները իրենց մեղքը այդտեղ ունեն, Եվրոպայի հետ իբրև թե ունեն
ունեն այն առումով, որ մենք դեռ չունենք դիվերսիֆիկացված քաղաքականություն Եվրամիության հետ, օրինակ ասում են, չէ՞, տնտեսությունը կամ Թուրքիային որպես տրանզիտ երկիր օգտագործելու վերաբերյալ ինչ ուրեմն միջոցներ ենք մենք ձեռնարկում արևմուտքի աջակցությունն է այս հարցում Թուրքիայի նկատմամբ ճնշում կիրառելու համար կամ ամեն օր գալիս էին ինչ որ օրեր նշում, որ հեսա Թուրքիան պիտի բացի սահմանը, ես մշտապես նշել եմ, որ դա տեղի չի ունենալու եւ դա պայմանավորել է միջազգային իրավիճակով։ Ադրբեջանի հետ խաղաղություն է, ինչի սահմանազատում չկա եւ սահմանները չեն բացվում։ Հիմա էլ դա պայմանավորվում են ընտրություններով։ Այսինքն մենք կախված ենք այս պահին այդ մի սահմանից։ Ես որպես հայ ժողովրդի ներկայացուցիչ, որը ցեղասպանություն է տեսել, չեմ ուզում իմ ժողովուրդը էմոցիաներից ելնելով նոր վտանգների տակ կանգնի, ունենալով արնածոր հարևան, որը այսօր չկարողանալով իր նպատակներին հասնել Ուկրաինայում, ներողություն կենցաղային ասած տեղ աման գալիս, որ իր վրեժը լուծի, այսինքն կատաղած է հիմա Ռուսաստանը, դա նույնիսկ օբյեկտիվ չի գնահատում իրավիճակը եւ կարող է Ադրբեջանի ձեռքով, որը էլի սիրալիր սկսել է իր հարաբերությունները կառուցել Ռուսաստանի հետ, կրկին մեզ համար վտանգ սպառնալ։ Խոսքը սրա մասին է, որ մենք ավելի շատ խոսում ենք, քան ինչ որ գործունեություն ենք իրականացնում։ Պետք չի խոսել Ռուսաստանի դեմ, խոսել Տրամպի դեմ, խոսել Ալիևի դեմ, պետք է վարել ճիշտ քաղաքականություն, որքան հնարավոր է դիմակայունությունը բարձրացնել, գտնել դաշնակից բառը ես չեմ ուզում օգտագործել, երկրներ, որոնց շահերը մեզ հետ համընկնում են, զինվել, ինչպես անում է Ուկրաինան, այսօր Ուկրաինան ինքնաբավ է, բայց մեծ վնասների գնով, իսկ մենք անընդհատ վնաս ենք կրում, բայց դրանից դասեր չենք քաղում, մենք չենք կարող ամեն 20-ամյակ, 10-ամյակը մեկ ունենալ տարածքային եւ մարդկային կորուստներ։ Ինքնաբավ է, բայց հաշվին իր ժողովրդի կյանքի գնով եվրոպական շահեր է պաշտպանում։ Չէ, ես այդպես չեմ մտածում։ Տեսեք, Ուկրաինայի խնդիրը ինչպես է, Ուկրաինան ինքը չի հարձակվել Ռուսաստանին։ Բնականաբար, բայց այս Ուկրաինան պաշտպանվում է։ Շահեկան կողմը չի ինքը։ Տեսեք, Ուկրաինայի ժողովուրդը ընտրել է գոյատևման ճանապարհը։ Չի ուզում դառնալ Ռուսաստանի մաս։ Երկու տարբերակ ունի։ Հայաստանում օրինակ կան մարդիկ ասում են մենք Թաթարստանի մաս նման լինենք, չէ՞։ Ուկրաինայի ժողովուրդը նույնիսկ այս պահին նախագահ Զելենսկին ունի ամենաբարձր հեղինակությունը երկրում։ Իդեպ ԱՄՆ-ում ավելի բարձր հեղինակություն ունի, քան նախագահ Տրամպը։ Ես չեմ կարող Ուկրաինայի ժողովրդին մեղադրել, ասել ինչու ես քո պետականության համար պայքարում։ Ուզում են պայքարում են զոհերի գնով, աշխարհի ամենամեծ պետության դեմ են պայքարում, զոհ չլինի։ Իհարկե, իսկ Ռուսաստանում զոհ չկա, միլիոնավոր մարդկանց մասն է խոսում եւ վիրավոր եւ այսինքն ռուսական ագրեսիան կանգնեցվեց։ Այո, մեծ զոհերի գրով եւ շատ ճիշտ է, այսօր Եվրոպայի անվտանգությունը ապահովում է Ուկրաինան, բայց Եվրոպան էլ գումարներ է տրամադրում Ուկրաինա, այսինքն եղավ գործարք։ Ուկրաինայի նախագահը կարող էր փախչել, նախագահ Բայդենը նրան ասում էր՝ արի այստեղ ապրի։ Նա ընտրեց պայքարելու ճանապարհը եւ Ուկրաինայի ժողովուրդը դրան դեմ չի։ Մենք չենք տեսնում ցույցեր, որտեղ Զելենսկին ասում են կանգնիր։ Հակառակը ըստ հարցումների, եթե տարածքային պահանջներ ներկայացում Ռուսաստանը, Ուկրաինայի ժողովուրդը համաձայն չի, որպեսզի տարածքի դիմաց խաղաղություն լինի։ Դա բոլոր հարցումներն են ցույց տալիս։ Բայց Զելենսկին գիտակցելով, որ չի կարող խուսափել պատերազմից, գոնե իր երկրի ներսում ստեղծեց ռազմական արդյունաբերություն եւ այսօր իրեն հրավիրում են արաբական երկրներ, ասում են ինչով մեզ կարող ես օգնել ԱԹՍ-ների ոլորտում։ Սա աշխարհի ամենամեծ երկրի առաջարկեց հակառակը չեղավ։ Ինքն էր ավելի ճիշտ առաջարկում, որ իհարկե ինքը օգներ եւ դրա դիմաց ստանար որևէ հրադադարի ժամանակավոր հատված։ Շատ ճիշտ եք, բայց հենց դա այդտեղ է իր դիվանագիտությունը երևում։ Նա տեսավ հնարավորություն Ուկրաինայի համար նոր ներդրումներ բերել, կամ Ուկրաինայի դերը բարձրացվեց։ Հիմա օրինակ Տրամպը ասում է՝ մի հարվածից, չէ՞, ռուսական նավթայում։ Նա հարվածում է, չի լսում, որովհետեւ արդեն կարող է իրեն դա թույլ տալ եւ այնպես է արել, որ Պուտինը չի կարողանում օգտվել 40%-ով նվազել է նավթի գների բարձրացումից եւ չի կարողանում իր նավթը արտահանել, որտեղ վերամշակման գործարաններ եւ նավահանգիստերին են հարվածում։ Այսինքն Ուկրաինան անում է այն, ինչ այսօր կարող է իր պետությունը փրկելու համար եւ եկեք ասենք, որ տարածքային առումով ըստ էության կանգնած է ռազմաճակատը։ Հա, լինում է որոշակի ինչ-որ մի փոքր առաջ, մի փոքր հետ, բայց այդ նախկին մեծ ինտենսիվությունը չկա։ Եվ ես կարծում եմ Ռուսաստանում փորձում են արդեն այն իրավիճակին բերել, որ հրադադար լինի։ Այս պատերազմը չի ավարտվելու, քանի դեռ Ռուսաստանում ղեկավար է Վլադիմիր Պուտինը, որովհետև նա ունի նպատակ Ուկրաինան դարձնել ռուսկի միրը, առանց Ուկրաինայի Ռուսաստանը գերտերություն չի, ինչպես ասվել է դեռ Բժեզինսկու ժամանակներից։ Իսկ Ուկրաինան էլ պայքարում է, երբ Ուկրաինայի ժողովուրդը դուրս կգա փողոց
կաս ես դեմ եմ մի պայքարի, ես կքննադատեմ Ուկրաինայի նախագահին, քանի դեռ իրենք ուզում են պայքարել, մենք չենք կարող ժողովրդին զրկել այդ իրավունքից։ Եկեք մի հատ շատ կարևոր թեզերի անդրադառնանք, երևի սրտի հովանքի արտահայտությունների, շատ եմ լսում այդ արտահայտությունները, օրինակի համար տեղն է Իրանին կամ տեղն է Ուկրաինային, երբ Արցախյան պատերազմից հետո նրանք շնորհավորեցին Ադրբեջանին։ Այս սրտի հովանք արտահայտությունները, որ տարբեր ժամանակներում ինչ-որ մի կերպ հնչում են, ոնց կարողանք վերացնել ամեն դեպքում, մենք էլ պետք է հասկանանք, որ ինչ-որ մեկի հետ շահեր ունի փոխհարաբերելու եւ այս շահերի մեջ ինքը օրինակ համար հակառակը կաներ, եթե հակառակ պատկերը լիներ։ Հայաստանին կշնորհավորեր, եթե հակառակ պատկերը լիներ։ Միանշանակ ես այդպես եմ կարծում, որ կշնորհավորեր։ Այլ հարց է, որ մարդիկ են իմը զոհվում, ինչպես կարելի օրինակի համար ասել, ինչու ենք օգնում մենք մարդասիրական օգնություն ենք ուղարկում Ուկրաինա, ինչու ենք մենք օրինակի համար Իրանի ժողովրդին օգնում, նրանք մեզ չօգնեցին, նրանք էս չարեցին, մի բան էլ շնորհավորեցին։ Ուրեմն այդ շրջանակներին ես մեկ հարց եմ ուղում եւ իրենք այլևս ոչինչ չեն կարողանում խոսել, իսկ Ռուսաստանին տեղն է, երբ Վլադիմիր Պուտինը առաջինը եթերում հայտարարեց, որ Ադրբեջանի մաս է Լեռնային Ղարաբաղը, հիմա տեղն է Ռուսաստանի, ես այդպես չեմ մտածում, իհարկե ես այսպես որպես սովորական նաև քաղաքացի ուզում եմ, որ պատիժը ստանա, ոչ թե ռուս ժողովուրդ, այլ Կրեմլը, բայց ես չեմ ասում տեղն է, որ 1 միլիոնից ավել զոհ եւ վիրավոր ունի։ Ես չեմ ասում տեղն է, որ մեր դաշնակիցն է, բայց հարձակողական զենք է վաճառել Ադրբեջանին։ Ես չեմ ասում տեղն է, որ Անվտանգության խորհրդի նիստում Խանկենդի են անվանում։ Գիտեք, Ուկրաինան այդքան հակահայկական չի գործել, ինչպես Ռուսաստանը։ Եվ նախագահ Զելենսկին ուզում էր գալ Հայաստանի դեպ Ալիևն էր դեմ, հետաքրքիր է։ Նախագահ Զելենսկին նաև հայտարարեց, որ երբևիցե Ուկրաինան ֆոսֆոր չի վաճառել Ադրբեջան։ Ես ինքս այդ հարցով բազմաթիվ ելույթներ եմ ունեցել։ Ռուսաստանը ինչու չի պատասխանում, իսկ ով է վաճառել։ Եթե ուզում եք իրականությունն իմանաք, ուրեմն իմացեք։ Իսկ ամենակարևոր Ուկրաինան մեր դաշնակիցը չի։ Մենք միշտ էլ Կռիմ նաշ ենք, չէ՞, գոռում։ Մենք շնորհավորում ենք Դոնեցկի անկախությունը, Արայք Հարությունյանը, որ հիմա Բաքվում է, շնորհավորում էր, ես ցավում եմ իր համար, բայց եթե դու ինքդ այդպես ես քեզ դրսևորում, կամ ասում են ուկրաինացիներ են կռվել առաջին Արցախյան պատերազմում, ռուսներ չեն կռվել Ադրբեջանի օգտին, ես կասեմ գեներալներ են կռվել։ Այսինքն ես ուկրաինացի չեմ, ես հայ եմ, ես իմ ժողովրդի շահերն եմ պաշտպանում, բայց ես օբյեկտիվ եմ գնահատում։ Եթե դու ասում ես տեղն է, հետո քեզ գալիս էթնիկ զտման են ենթարկում, ասում ես աշխարհ ինձ էթնիկ զտման են ենթարկել, այսինքն օբյեկտիվ պիտի լինել։ Չի կարելի ասել ապրի Պուտինը Եվրոպային հեսա կգրավի, հետո գնալ ասել Եվրոպա օգնիր մեզ։ Հենց դա հայ որոշ քաղաքական շրջանակների, որոնք ակնհայտ իմ կարծիքով կապեր ունեն Կրեմլի հետ, ռոպագանդայի մասն է կազմում։ Եվ պետք է դադարենք օրինակի համար լինել ինչ-որ մեկի հետ կապի մեջ, կամ ինչ-որ մեկի շահերը առաջ տանենք մեր ազգային շահը երկրորդ հորիզոնականում կամ գուցե նույնիսկ ամենավերջին հորիզոնականում դնելով։ Քանի կա քաղաքականություն աշխարհում, միշտ էլ նյութական շահագրգռվածությունը կլինի։ Դա բոլոր երկրներում է, միայն հայերը չեն, Օրբանն էլ է նյութապես շահագրգռվում, այլ անուններ հիմա չեմ ուզում տալ։ Գնացածների մասին ասեք, Օրբանը գնացածների կամ գնացողների ես կասեի, բայց այստեղ մենք նայում ենք, չէ՞, ասում ենք, բայց այս երկրի շահերից չի փոխում սա։ Ուրեմն այդտեղ կամ կա ինչ-որ լուրջ գաղափարական սխալ իրավիճակ, կամ ավելի հեշտ լուծում առաջարկեմ, նյութական կամ կոմպրոմատային։ Բաներ, այսինքն Հայաստանում տարիներ շարունակ ինչու ղեկավարությունը չի կատարել քայլեր, որոնք հայոց պետականության շահերից են բխում, որովհետև ընտրված չէին, որովհետև կոռումպացված էին, որովհետև կան զանգարում էին, ասում էին արի ստեղ։ Իրենք էլ գնում շնորհակալություն էին հայտնում մարտի 1-ից հետո Վլադիմիր Պուտինին։ Ամեն ինչի մեջ ես այդպես եմ նյութական շահագրգռվածություն եմ տեսնում, գումարած իհարկե այո, կան շրջանակներ, որոնք չափազանց մեծ պատկերացումներ ունեն Հայաստանի դերի մասին։ Ես միայն Ռուսաստանի պրոռուսական քաղաքականության կամ Ռուսաստանի ձեռքի տակ աշխատելու մասին չեմ խոսում ընդհանրապես, որքանով է ճիշտ, որ մենք արևմուտքի ձեռքը բռնենք, արևելքի ձեռքը բռնենք, որքանով է ճիշտ օրինակի համար Իրանի շահերը փորձենք պահել, մեր ազգային շահը երբ ենք պաշտպանել։ Ես մի շատ կարևոր բան եմ անընդհատ լսում։ Ամերիկյան քաղաքական գործիչների բոլոր հայտարարությունները, բոլոր, անխատիր դա կլինի դեմոկրատ, հանրապետական, ուղղակի որևէ առանց կուսակցության մարդ, առաջնային Միացյալ Նահանգների շահն է, վերջ։ Եթե ձեռք է տալիս հիմա Միացյալ Նահանգներին Իրանի հետ պատերազմել, դա է շահից բխում, ուրեմն դա է շահը եւ վերջ։
ու բոլորը գնում են, որ հա, մեր շահն է կարևոր։ Դա լոզունգ է, որը աշխատում է գուցե իրականում այդպես չէ, լոզունգ է, բայց աշխատում է այդպես։ Գիտեք, նույնիսկ եթե ես նույն ամերիկյան քաղաքականության մեջ առանց անուններ տալու լսում եմ բաներ, որոնք Ամերիկայի շահերից չեն բխում, նույն USAID-ի հետ կապված, կամ այս Ֆրանսիայում էլ կան այդպիսի ձայներ, օրինակ Տիկին Լիպենը, որը երկրորդ ուժն է հանդիսանում, բայց ես չեմ կարծում, որ նա Ֆրանսիայի շահերից ելնելով է իր քաղաքականությունը։ Քանի որ դեմոկրատական երկրներում կան ինստիտուտներ, այս առանձին անձանց հայտարարությունները այդքան չի վնասում երկրներին, այսինքն անցողիկ են անձերը, չէ՞։ Իսկ Հայաստանի հետ սովետական հետ խորհրդային երկրների խնդրեմն այն է, որ անձի վրա է հիմնված իշխանությունը։ Վլադիմիր Պուտինը սխալ պատկերացում ունի, վերջ, արդեն Ռուսաստանը ինքը կործանվում է, օրինակ, կամ չի կործանվում, դա թողենք ապագային։ Հայաստանում էլ անձակենտրոն է իշխանությունը, կուսակցություն, այդպիսի բան գոյություն չունի։ Ես մեկ անգամ հրաժարվել եմ Շվեդիայի կողմից հետազոտություններ իրականացում, խոսել Հայաստանյան կուսակցությունից։ Հայաստանում կուսակցություն չկա։ Դասական իմաստով Հայաստանում կուսակցություն չկա, կա մեկ անձի վրա հիմնված կուսակցություն, մեկ օլիգարխի վրա, երկրորդ օլիգարխի, նախկին նախագահների, մենք կուսակցություն չունենք։ Եվ դրա համար, երբ մեկ անձը սխալ է քաղաքականությունը վարում, ձեր հարցը հենց դրա մասին է, ամբողջ երկիրն է տուժում, չկան ինստիտուտներ, որոնք հավասարակշռեն, բալանսավորեն, հիմա օրինակ ազգային ժողովը, ԿՊ-ն ինչ որոշում է, լինի ճիշտ թե սխալ, եւ ճիշտ է քայլեր անում, եւ սխալ։ Երկիրը գնում է այդ ուղղությամբ։ Սահմանադրությունը այդպես է կարված ոմանց հակով, որ մեկ անձակենտրոն է, որը ունի լայն իշխանություն եւ չկա բալանսավորող օրենսդիր, գործադիր, դատական իշխանություն։ Չեք պաշտպանում իշխանական շատ թեզեր, ոնց հասկանում եմ։ Ես մի սկզբունք եմ որդեգրել, ես անձերին չեմ դիտարկում, օրինակ Հայաստանում ատելությունը հիմնվում է անձի վրա, ատում ենք իրեն, ատում ենք Քոչարյանին, ատում ենք Փաշինյանին, ես ատելությամբ չեմ լցված։ Եթե մի օր Ռոբերտ Քոչարյանը ինչ-որ մի ճիշտ խոսք ասի, որի հետ ես համաձայն եմ, բացարձակապես խնդիր չունեմ ասել, որ համաձայն եմ, կամ եթե Նիկոլ Փաշինյանն է ասում, ես չեմ նայում ասողը ով է։ Ես կարծում դա է ճիշտը։ Իրականում արդարացին դա պիտի լինի։ Օբյեկտիվ պիտի նայել, կամ անձնային հարաբերությունները պետք է դնել մի կողմ։ Ես ատում եմ դաշնակցությունը հնչակյաններին, սխալ է սա, նույնը Սփյուռքում, չէ՞։ Մենք չենք հարաբերվում, բայց ես տեսնում եմ կան մարդիկ, որոնք օբյեկտիվ են նայում իրավիճակին Սփյուռքում եւ փորձում են հարաբերվել, բայց մեր երկրում դա չեմ տեսնում։ Օրինակ, ընդդիմությունը նրա համար չի, որ հայհոյի եւ ամեն ինչին ասի սխալ է։ Ընդդիմությունը նրա համար է, որ ցույց տա սխալները, ես փորձում եմ դա անել, բայց ես քաղաքական գործիչ չեմ։ Եվ եթե ճանապարհներ կա, փորձի ցույց տալ ճանապարհներ, իր տեսակետները, մենք կարող են սխալ լինել։ Քննարկում, դիսկուրս պիտի լինի։ Հայաստանում դիսկուրսը խորհրդանում եւ ցավոք այս նոր խորհրդանում էլ սկսվում եւ ավարտվում է կապիտուլյանտ թրքասեր բառերով։ Դրա համար ժողովուրդը հիասթափված է, լուծումներ, այն էլ այս իրավիճակում, որ Հայաստանը լուրջ վտանգների ներքո է գտնվում, ամբողջ աշխարհն է փլուզվում համակարգը նախքին, մենք չենք տեսնում եւ չենք լսում։ Եթե դեմ չեք գնանք Իրան, կամ ուղղակի Հորմուզի նեղուց, որտեղ հիմա շրջափակված է, գուցե չհասնենք Իրան։ Այսօր պետք է կայանար կարևոր հանդիպում Իրանի ղեկավարության, մասնավորապես ոչ ամբողջապես, բայց կոնե արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Պակիստանում էր, Իսլամաբադում էր եւ Շահբազ Շարիֆի հրավերքով պետք է տեղի ունենար հանդիպում։ Բաղեր Ղալիբաֆը չէր գնացել խոսնակը եւ նաեւ պետք է չգնար Ջեյդի Վենսը փոխնախագահ, որոնք հիմնական բանակցողներն են, այսինքն առաջին դեմքերն են բանակցության, եւ պետք է գնային Ջարեդ Քուշները ու Ստիվ Պիտկոֆը, բայց ընդամենը ժամեր առաջ, երբ արդեն Իրանի պատվիրակությունը գտնվում էր Իսլամաբադում, Թրամփը հայտարարություն արեց, որ չեն գնում մեր պատվիրակությունը, որտեղ այն թռիչքը, որ 18 ժամ պետք է գնանք ու առանց որևէ արդյունքի չգիտեմ ինչ, համարում եմ անիմաստ, մեր հեռախոսի համարը Իրանը գիտի, թող զանգարի եւ պատրաստ լինի։ Սա կտանի նոր լարվածության, կտանի նոր հարվածների։ Ես վերջին մեջբերումն էլ անեմ Իսրայել կացից, Իսրայելի վարչապետ պաշտպանության նախարարից, ասում է, որ մենք թիրախները ամբողջությամբ պատրաստ, սպասում ենք Ամերիկայի Միացյալ Նահանգները կանաչ լույսին։ Այս պայթյունությամբ այն իշխանական հատվածը, որը որ մնացել է կամ կա, նրանց նույնիսկ հետևորդներին, իրավահաջորդներին պատրաստի թիրախավորած սպասում ենք ամբողջությամբ կազմալուծելու Իրանը։ Արդյոք մեզ դա Հայաստանին նույնիսկ կանք այդ հատվածին ձեռնտու է, որ Իրանը ամբողջությամբ կազմալուծվի, շահականի վերադառնա կամ չվերադառնա լրիվ ուրիշ բան միած ստեղծվի։
նոր սահմանադրությամբ նոր իրավիճակ։ Նախ մենք այս բանին որ խոսում ենք, այո, դեռ ԱՄՆ-ն չի մասնակցում, բայց ժամ առ ժամ իրավիճակ է փոխում, ես չեմ զարմանա, որ մեկ էլ տեսնենք, որ ԱՄՆ ներկայացուցիչները արդեն վերադարձավ հետ Իրան առանց որևէ բանակցության։ Այո, ուղիղ բանակցություն չի լինում հանդիպում, Պակիստանն է այսպես միջնորդի դեր կատարում, բայց գիտեք խնդիրը որն է, նախ գանք Իսրայելի հայտարարություններին, մեկ անձով չի որոշվում, ախր իրենց սխալը, իրենց առումով ինձ համար չէր դար սխալ, Հայաստանի շահերից ելնելով չէ, Իսրայելի շահերից ելնելով սխալ է կարծել, որ եթե դու ոչնչացնում ես մի գեներալի, Իրանը ոչնչանում է։ Այնտեղ ռեժիմը դա Վենեսուելայի ռեժիմը չի, Տրամպի սխալը դա էր, այնտեղ մի հոգի չես հանում։ Այո, դուրս է գալիս։ Այո։ Բազմաշերտ պաշտպանությամբ կառուցել են իրենք իրենց։ Իդե Պուտինը դա քանդեց։ Սովետական շրջանում, այո, դուք ճիշտ եք, Ստալինի մահով սովետական միությունը չքանդվեց։ Հիմա Պուտինը այլ ռեժիմ է ստեղծել։ Ես կարծում եմ, որ ինքը չլինի ղեկավար, մեծ հարցեր կան, թե ինչ է լինելու ընդհանրապես Ռուսաստանում։ Ներելիտային բախումների մասն է խոսքը։ Իրանում էլ հիմա օրինակ մենք չգիտենք ով է ղեկավարում երկիրը, արդյոք ողջ է հոգևոր առաջնորդները, որը մեկը չի տեսել։ Մեկ ասում են Ռուսաստանում է։ Այո, կամ իրոք նա հրամաններ տալիս է իսլամական պահապանների կորպուսում ով է ղեկավարում, դա փակ սիստեմ է եւ ամեն օր մեկին ոչնչացնելով կարծես հարցը չի լուծվում։ Դա թակուն են պահում, որպեսզի չլինեն նոր թիրախներ, այսինքն տեսեք պահապանների կորպուսի հրամանատարին ոչնչացրեցին, սպանեցին, պաշտպանության նախարարին սպանեցին, այնտեղ պահապանների կորպուսի հետախուզության ղեկավարին սպանեցին, Նավատորմի ղեկավարին սպանեցին, այն սպանեցին, Ալի Խամենեին առաջին օրը զոհվեց, բայց նորերի անուններից մենակ տեսանք մենք Մոջթաբա Խամենեի անունը, մյուսներին չտեսանք ով է փոխարինելու, այնտեղ արդեն ասացին, որ ամբողջական կառույցով է լինելու համապարփակ, անգամ անվտանգության խորհրդի ներկայացուցիչ։ Իդեպ ես ձեզ ասեմ Իսրայելը մի քանի անգամ է նույն սխալը կատարել։ Համասի ղեկավարին սպանեցին, Համասը կա։ Հիմա էլ ընտրություններ են այնտեղ։ Այսինքն հուսիտների դա կապ չունի։ Նույնիսկ այսպիսի բան կա, որոշում կա Իրանում, որ տեղի արդեն ղեկավարները զորամասերի իրենք էլ ունեն որոշակի ինքնուրույնություն։ Հիշում եք, Փեզեշկյանը նախագահ ասաց, որ սկզբի ժամերի ընթացքում մենք չենք կարողանում հրամաններ կատարել, տեղում են որոշել հարձակվել օրինակ Նախիջևանի ուղղությամբ, այսինքն նույնիսկ ես կասեի ինչ որ առումով զավեշտալի է, պետք է ունենալ մեկը, որի հետ պիտի բանակցես։ Սխալ էր նույնիսկ։ Բայց ես կարծում եմ, որ իրենք հենց միտումնավոր թողել են այն մարդկանց, ում հետ որ կարող են լեզու գտնել, բանակցությունները նրանց հետ տանել։ Հիմա Այնպես չէ, որ Փեզեշկյանի տեղը չգիտեին եւ չէին կարող օրինակ համար այդ ալիքի տակ Փեզեշկյանին նույնպես սպանել, բայց նրանց պետք էր Փեզեշկյանը։ Չեք կարծում, որ դա նաեւ ծրագրված էր, այսինքն ունենալ ցուցակից ընտրել, որ իշխանապողություն անեն այդ ձևաչափով։ Ես ինքս կողմնակից եմ։ Ներսից չստացվեց, ինչպես հասկացաք, հունվարյան դեպքերը չտվեց արդյունք։ Այո, ես ի տարբերություն տեսակետի, որ շահի որդին պիտի լինի, այլ տեսակետ ունեմ։ Շահի որդին ներսում չունի աջակցություն։ Նա իհարկե ասփյուրքում ունի աջակցություն, բայց ինքն ասում է, որ ես ուղղակի պատրաստ եմ լինել այդ ժամանակավոր ղեկավարության ինչ որ կառավարության մաս, ու հետո արդեն ընտրեն ժողովուրդը լեգիտիմ ղեկավար, գնան առաջ, բայց դա էլ վերադառնանք առաջվա մեր Փարիզ Իրանին, Թեհրանին։ Չէ, դա էլ չի ընդունվի։ Իմ տեսակետը որն էր։ Արիո նախագահ Փեզեշկյանը, Արախչին, Ղալիբաֆի մասին այդ կարծիքը չունեմ, նրանք ավելի այնտեղ ռեֆորմիստներ կան, մենք մոռացել ենք, նրանք լուրջ Ռոհանին, նրանք լուրջ ազդեցություն են, Փեզեշկյանը այդքան իմ կարծիքով ավելի թույլ է։ Եվ թույլերին թողեցին։ Բայց ռեֆորմիստների մեջ կան անձինք, խոսքը Ռոհանիի մասին է, նա ունի բարձր հեղինակություն եւ ժողովրդի շրջանում էլ ունի։ Մենք պիտի նշենք, որ Փեզեշկյանը ընտրված նախագահ է, այսինքն ինչքան էլ մենք ասենք նա ոչ մի բան չի ներկայացում, նա Իրանի ժողովրդին է ներկայացում։ Քննադատում էր կոռուպցիան, հիշում եք, տնտեսական քաղաքականությունը, ներողություն խնդրեց հարևաններից, հարվածների համար։ Եվ ես տեսա Պահապանների կորպուսի կողմից լրատվականների քննադատություն Արախչի, այսինքն ես արտաքին բլոգի Փեզեշկյանի, Ռոհանիի նկատմամբ, այսինքն կան էլի ռեֆորմիստների, ավելի այսպես կենցաղային ասենք, եւ ծայրահեղականների ուժերը։ Հիմա ես կարծում եմ Իրանի շահերից եւ նաեւ Հայաստանի գանք ձեր հարցին բխում է ունենալ Իրան, որը adekvat քաղաքականություն է վարում, ես չեմ ասում պրո-իսրայելական, պրո-ամերիկյան։ Այսինքն Իրան, որը չի լինի սանկցիաների տակ, դա մեզ ձեռնտու է։ Հիմա եթե Իրանի նկատմամբ սանկցիա է, մենք էլ պիտի հետևենք, չէ՞, 20% մաքսատուր։ Ես հիմա Հայաստանի շահերից եմ խոսում։
Երկրորդը կունենանք Իրան, որը մեզ չի ստիպի 3+3 հարթակի մեջ ներգրավել, որը ռուս-թուրքական հարթակ է։ Կունենանք Իրան, որը այնքան թույլ չի լինի, որ Ալիևը ինչ որ կամ Թուրքիան պահանջներով խոսեն։ Հիմա Իրանը թույլ է, ուղղակի Իրանը Հորմուզը կարողանում է օգտագործել։ Իրանի միակ ուժեղությունը Հորմուզն է եւ վաղ արաբական երկրների, որ այնտեղ կդարձնեմ անապատ եւ այլն, խոսքը ռազմական ուժի մասին չի։ Խոսքը շանտաժի մասին է, կամ նոր ահաբեկչություններ կիրականացնեմ սեպտեմբերի 11-ը, հիշում եք Լարիջանին այդ շահեր տվեց։ Դե մի քանի տերակտներ եղան եվրոպական երկրներում եւ դա Իրանի պետությունը կարող է չանել։ Դրանք առանձին անհատների կողմից տեղի ունեցող բաներ էին, որը որ պետության կողմից ակտիվացված չէր։ Այստեղ էլ օրինակի համար սինագոգի վրա գնաց մեքենայով բենզինները լցրած բակերով պատրաստ, որ պետք է սինագոգում վնաս տար, իհարկե սպանեցին անվտանգության աշխատակիցները, բայց հետո ինչ պարզվեց, որ Լիբանանում Իսրայելը հարվածել, եղբոր ընտանիքին սպանել էր։ Ինքը եղբոր վրեժներ գնացել ու էլի դեպքեր, որ տեղի ունեցավ այս ընթացքում, ինչ էս հակամարտությունը ինչքան արդեն 9-րդ շաբաթն է, որ տեղի ունենում, եւ պատերազմական գործողություններով եւ հետպատերազմյան այս գործողություններով բավականին ուժեղացված ռեժիմով է Միացյալ Նահանգներում ամեն ինչ, որ դա որևէ կերպ տեղի չունենա։ Ու փոքրիկ տարը, նույնիսկ սոցիալական մեդիայում որևէ գաղտնալսման արդյունքում, եթե զգում են, որ վտանգ է ներկայացնի, անմիջապես հայտնվում է ուշադրության կենտրոնում։ Դե ամենամեծ վտանգը Օսկարին էր սպասվում, նույնիսկ ստացել է ինչ-որ կոդավորված հաղորդագրություն։ Ես այլ կարծիք ունեմ, ինչի հետ կապված, երբ Պահապանների կորպուսը զգա, որ իրենք պարտվում են, նրանք դա կակտիվացնեն։ Ահաբեկչությունը եւ մենք գիտենք Համասին Իրանն է ֆինանսավորել, Համասն էլ է ահաբեկչություն զբաղված, Հեզբոլլահն է, Լիբանանը այսօր դարձրել է ըստ էության failed state։ Այսինքն կամ Ալ-Կաիդային Իրաքներ, չէ՞, տնավորում ինչու ԱՄՆ-ն մտավ Իրաք։ Իրանը դեռ չի օգտագործել դա, բայց կօգտագործի, եթե պետք լինի։ Պահապանների կորպուսը ամեն ինչ անելու է իշխանության մնալու համար։ Դեռ իրենց այս իրավիճակը չի սպառնում։ Եվ իմ կարծիքով դրա համար չեն ամ։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ինձ պետք է Իրան ձեռնտու է, որը թրիփի դեմ չի լինի։ Ինչու, որովհետև իմ կարծիքով, եթե դա իհարկե իրականանա, թրիփը դա ճանապարհ է ստեղծում Հայաստանի համար միանալ արտաքին աշխարհի կոմունիկացիաների։ Դա նպատակը հենց այդ է, որ Ռուսաստանին ու Իրանին կտրի։ Բայց դա մեզ ձեռնտու է ինչ առումով։ Ռուսաստանը միշտ Հայաստանը շրջափակման մեջ է պահել Թուրքիայի հետ միասին։ Այսինքն Ռուսաստանը մեզ խեղդում է, մենք պիտի փորձենք դրանից դուրս գալ։ Ռուսաստանը նույնիսկ մեր երկաթուղին չի ուզում վերակառուցի, այսինքն Ռուսաստանը մեզ պահում է որպես ֆորպոստ, ինչպես իրենք նշում են։ Իրանի ժողովրդին են ես ցավակցում, պատերազմի ընթացքում այդքան զոր չի եղել, որքան ցույցերի ժամանակ։ Իրանի ժողովուրդը ուզում է ապրել։ Մեծ կոռուպցիոն սխեմաների մասին ես խոսել եմ Իրանի վերնախ Համսեդատ, ուրեմն համակարգի, Պահապանների կորպուսի, կոռուպցիայի ներսում իրենց ժողովուրդը քաղցած լինի, իրենք օլիգարխ լինեն։ Այսինքն ես չեմ կարող այդ ռեժիմին այդպես դրական վերաբերել, բայց դա չի նշանակում, որ Իրանը պետք է կապիտուլյացիա ենթարկվի, ինչպես ասում էր Տրամպը։ Ես չեմ ընդունում քրդերի թեման այստեղ ակտիվացնելը Իրանը մասնատելու համար։ Ես չեմ ընդունում, որ Իրանը ունենա հին զենքեր, ասենք Ռուսաստանը լինի մատակարարը, Իրանը պետք է լինի ուժեղ։ Դրա համար Իրան ունի մի ճանապարհ հարաբերվել արևմուտքի հետ, որովհետեւ Իսրայելը հիմա սա ձեռնտու է Իսրայելին, չասի, տեսեք, միջուկային այսպես խելագարներ են ներողություն, եւ ամբողջ աշխարհին նույնիսկ չուզենալով դարձնի իր դաշնակիցը ընդդեմ Իրանի։ Իսկ եթե Իրանը լինի կոնստրուկտիվ, չգոռան Իսրայելը պիտի ոչնչանա, ինչու եք դա բացականչում։ Արդեն կփոխվի եւ Իրանը կդառնա այն Իրանը, որը եղել է նույն շահի հոր ժամանակ, այսինքն ռեֆորմներ իրականան, իհարկե թերություններ եղել են, կոռուպցիա եղել է, բայց այսպես չէ։ Հոր ժամանակում նկատի ունեք թվականները, որ երկրորդ համաշխարհայինից առաջ թե Ոչ, հետո մինչև հեղափոխությունը, հոր մասին եմ խոսում, մինչև իսլամական հեղափոխությունը, այո, մինչև 79-ից մեծ ռեֆորմներ են իրականացվել, հողային, ճանապարհներ են կառուցվել, դպրոցներ, ուղղակի քանի որ նավթադոլարներ եկան, կոռուպցիան սկսեց աճել եւ դա իր հետևանքներն ունեցավ։ Բայց այդքան էլ շահը մեղք չուներ, որովհետև ինքը, գիտեք, ես ուրիշ ձև եմ նայում օրինակ այդ հարցին։ Երբ խոսք գնաց ազգայնացնելու մասին, այնպես չէր, որ շահին դա ձեռնտու չէր եւ շահը չէր ուզում օրինակ եմար, որ այդ գումարները գար եւ Կաթար Իրանում, Թեհրանում մասնավորապես, ինքը հասկանում որ շատ քիչ տոկոս ունեն։ Ու երբ որ Մոսադեղի այդ պաշտոնանկությունը տեղի ունեցավ ու ընդամենը 1 շաբաթ հետո հանրային ճնշման արդյունքում հետ բերեց, ինքը այդ արանքում նույնիսկ հասկացել էր, որ դա
գուցեև ավելի ճիշտ տարբերակ է, որպեսզի գնանք։ Հետո նաև կարողացավ իհարկե բարձրացնել տոկոսը շահը, այնպես արեց, որ մի փոքր ավելին ստանան։ Նույն British Petroleum-ից, նույն, չգիտեմ, Shell-ից եւ այլն, բայց երբ այդ գումարները սկսեց արդեն Իրանը միանգամից մի տարվա մեջ մի քանի միլիարդով ավելացրեց իր շահույթը մենակ այդ դրա արդյունքում ու ինքը սխալ քաղաքականություն վարեց, որ շատ արագ գուցե եւ նաեւ Միացյալ Նահանգների կամ Բրիտանիայի կամ մյուսի ազդեցությունը նվազում էր գուցե, բայց գնաց շատ արագ հակառակորդ թիմի մոտ, գնաց սովետի մոտ, գնաց այնտեղից հասկանալու ինչ կարելի է բանել, այսինքն այստեղ արդեն երբ դու նեղացնում ես քո ամենամոտ դաշնակցին ու գնում ես իր հակառակորդի մոտ, մի փոքր ուրիշ է, Ֆրանսիայի հետ հասկանալի էր, որ կարելի էր դեռ իր հետ համագործակցում էր, գործարաններ, մեքենաշինական կառուցել եւ այլն, բայց գնալ թշնամուտ մոտ դա քանդեց ամբողջությամբ իր կառուցած ու ինքը դարձավ նույն այս պայդրությամբ Իրանի վերնախավի թե Պահապանների կորպուսի թե վերնախավի թե նույնիսկ Ալի Խամենեի դեռևս չմահացած հատվածում կարծում նա էլ կոռումպացված մի առաջնորդ էր հոգևոր նույն կոռումպացված կերպարը դարձավ նույն կոռումպացված կերպարը եւ հեղափոխությունը որքան էլ որ հաստատ Ամերիկան կարող էր կանխել այդ հեղափոխությունը։ Միանշանակ Ամերիկայից գեներալներ էին գալիս, որոնք կոչ էին անում չխառնվել բանակին։ Ֆրանսիայում էր բնակվում Ալի Խամենեին, այսինքն մեջքեր թեքել։ Այո, այսինքն սխալ քաղաքականություն էր, բայց մի կարևոր բան ասեմ պետականացնելու մասին։ Վենեսուելան էլ է պետականացել, Իրանն էր, բայց այսօր ավելի վատ վիճակում է նավթային ոլորտը, այդ ճյուղը գտնվում, քան եթե այդտեղ լինեին ներդրումներ, որոնք Վենեսուելան անվանում էին Լատինական Ամերիկայի Սաուդյան Արաբիա։ Իսկ հիմա այնտեղ խայտառակ իրավիճակ է, այսինքն պետականացնել դա չի նշանակում, Պուտինն էլ պետականացրեց, չէ՞։ Սեչինը հիմա միլիարդատեր է, ռուս ժողովուրդը չի օգտվում։ Տարբեր հարցեր կան։ Բայց Իրանն էլ այնպես չի, որ կարողացավ օրինակ իր ամբողջ ներուժը օգտագործել, ինքը ավելի շատ հույսը դրեց այն ուժերի վրա Չինաստանի կամ Ռուսաստանի կամ մի քանի փոքր արաբական երկրների, որոնք որ կարող էին իրեն այդ պայծառությամբ օգտակար լինել, որտեղ ամբողջությամբ կոլապսի ենթարկվեց։ Իսկ եթե սանկցիաների տակ չգտնվի Իրանը եւ իրանական նավթը լինի կոնկուրենտ ռուսական էներգակիրներին, տեսեք սանկցիաները մի քանի դրվագով են դրվել մարդու իրավունքների ոտնահարում, անդադ գոռալ Ամերիկան պիտի մահ Ամերիկային, ես դա եմ ասում, այսինքն այս ռեժիմը ամեն ինչ անում է Իրանի դեմ, պետք չի գոռալ մահ Իսրայելին, մահ Ամերիկային։ Բայց Իրանը ունենալով կոնկրետ ապացույց, որ Միացյալ Նահանգները, նույն Մոսադը գտնվում են Իրանում ու ըստ էության նաև իրանց ձեռքով որևէ գործողություն կանում, կոնկրետ ազդեցություն ունեն երկրի ներքաղաքական վիճակի եւ արտաքին հարաբերությունների վրա, ինչ անեին, ասեին հեղափոխություն են կանում, որ էլի ձեր հետ բարեկամանանք, չէ, հակառակը, չէ, պիտի անեին հակառակ քայլ։ Հակառակ քայլ չարեց։ Այո, բայց երկիրը հզորացնելու մասին է այստեղ խոսքը, ոչ թե Ամերիկային դաշնակից լինելու կամ իսկ իմ կարծիքով կոռուպցիան եւ երկիրը հզորացնելը, ինչպես նաեւ Հայաստանում, բայց գոռալը ազգ բանակ սփյուռք մեկը մյուսի հետ կապ չունի։ Թշնամացան արդյոք Միացյալ Նահանգների հետ այն պատճառով, որ շահը Միացյալ Նահանգներում էր գտնվում այդ ժամանակ։ Գիտեք, ես այսպես որքան էլ որ այդպես առողջական վիճակը խնդիր կար, չգիտեմ ինչ եւ որովհետեւ վերջիվերջո վերցնել ու դեսպանատան աշխատակիցներին հարցակվել դեսպանատան վրա, այսինքն դու հարցակվում ես Ամերիկայի Միացյալ Նահանգների վրա, որտեղ ըստ էության դեսպանատան տարածքը հենց Ամերիկայի Միացյալ Նահանգների տարածք է համարվում։ Ոչ միայն Ամերիկայի մասով եմ ասում, առաջակ աշխարհում դա քո տարածքն է։ Այստեղ Միացյալ Նահանգները, որ Հայաստանի դեսպանատան վրա հարցակում ունի, դա Հայաստանի վրա հարցակում է ով դիտվում, այդպես չի։ Ես 3 կոմպոնենտ կարանտինացնեմ։ Առաջինը ազատ աշխարհի հետ հարաբերվելը որոշակի կանոններ է պահանջում։ Դու երկրի ներսում չես կարող 30,000 մարդ գնդակ արել իշխանության մնալու համար։ Այսինքն սա մոդելի, կառավարման մոդելի տարբերությունն է։ Դա Չինաստանում կարող ես, Ռուսաստանում կարող ես այսպես։ Երկրորդը կոռուպցիան իհարկե դա էլ մեջ է, այսինքն ավելի շահին էլ չէ, նույնիսկ քննադատում էին արևմուտքում կոռումպացված լինելու համար, իհարկե հարաբերությունները չէին կտրում, բայց դեռ։ Հաջորդը, ես իհարկե թեորիաների մեջ չեմ ուզում մտնել, բայց ինքը հեղափոխություններ չեմ կարծում ուղղակի այդպես ծնվեց Իրանում կամ Ֆրանսիայի ինչ-որ մի վայրում Խամենեի կողմից։ Ես կարծում եմ դա այդտեղ կան հստակ հետքեր։ Եթե մենք տեսնենք թե դրանից հետո Իրանը ինչ քաղաքականություն սկսեց վարել արևմուտքի հանդեպ, կարող են գտնել
կոտրել այդ հետքերը։ Օրինակ, դա թեորիա է, բայց ես այդպես եմ կարծում։ Կամ որ տեսնում ենք ռուսական ագենտուրան էլ մեծ ազդեցություն ունի Իրանում, դա միայն Մոսադի մասին չի խոսքը։ Հենց իրենց բիսեդան այսպես կոչված 6-րդ վարչության կարծեմ ղեկավարը Իրանում է եղել մինչև պատերազմը։ Ռուսաստանը մեծ ներգրավվածություն ունի։ Եվ իհարկե գաղափարները, գիտեք, ֆանատիկ գաղափարներ ունենալ, գուցե իրենք իրոք հավատում են, որ Իսրայելը չարիք է, այդ կղերապետության մասին է խոսքը, հին այդ մտածելակերպի, դա մոդեռն չի, եւ գուցե այո, իրենք հավատում են, որ պիտի Իսրայելը ոչնչանա, Ամերիկան ոչնչանա։ Ես ավելի հավատում եմ, որ իրենք ունեն գաղափարներ, քան Ռուսաստանը։ Օրինակ, ես չեմ հավատում, որ Վլադիմիր Պուտինը գաղափար ունի ռուսկի միր։ Նա ուղղակի պետք է մի բան, որ իր իշխանությունը երկարաձգվի։ Գուցե այս մոլաների մեջ, այսպես ասած, կա դա, բայց այն, որ հիմա Իրանում մոլաներն են թույլատրել, ես կարծում եմ X-ն է այնտեղ իշխում։ Իրանը չի կարող երկար այսպես դիմագրավել։ Ուղղակի խնդիրը այսպես է, ով ավելի շատ վնաս կտա ում, քանի որ ԱՄՆ-ն էլեկտորալ երկիր է եւ նախագահ Տրամպը ընտրությունների է պատրաստվում, դա է թույլատրում այսօր Ամերիկայի դիրքերը։ Եթե այս իրավիճակը չլիներ, եթե Հորմուզի հետ կապված ԱՄՆ-ն գիտակցեր, որ կարող է այդպիսի վտանգ լինի, Իրանը շանս չէր ունենա, բայց ԱՄՆ-ը սխալ ստրատեգիան Իսրայելի հաշվարկներում տեղավորվել է, այսօր այնպես արեց, որ ԱՄՆ-ն ցավոք քաղաքական առումով մեծ վնասներ է կրում, բոլորը գիտակցում են, որ ԱՄՆ-ն չի պարտվում։ Հարցը քաղաքական հեղինակության մասին է արդեն։ Այսինքն ուզում եք ասեք, լավ, այս հարցին ուրիշ ձև անդրադառնամ, ոչ թե ուզում եք ասել, կա արդյոք այդպիսի գաղափար, որ Իսրայելը ԱՄՆ-ին ներքաշեց այս պատերազմի մեջ։ Ես դրանում վստահ եմ։ Իսրայելը առաջի անգամ չներքաշեց օգոստոսյան պատերազմի ժամանակ էլ Նետանյահուի հեռախոսազրույցից հետո Տրամպի հետ հիմա էլ տեղի ունեցավ այս ամենը եւ պարզ է իմ կարծիքով սցենարը որն է, քանի որ Իրանը չէր գնում, Իրանն էլ է մեղավոր որևիցե բանակցությունների, որևիցե պայմանավորվածության ռադիկալ դիրքերից էր հանդես գալիս։ Տրամպը հեղինակազրկվում էր, ամեն օր ասում էր ինձ պետք է ուժեղ Իրան, բայց դիմացից չկար արձագանք։ Նետանյահուն էլ ասում է, դե տեսնում ես, քեզ չեն արձագանքում, արի ստիպենք ուժով խաղաղություն այդ Տրամպի բառերը, չէ՞։ Մենք չգիտենք ինչ տեղի ունեցավ իհարկե փակ դռների հետում, թե Ժնևում, թե մյուս հանդիպումներում, թե դրանից առաջ, բայց դրական էր դիտվում այդ միտումը, որ նորից Ամերիկան քայլ է անում, գնա բարեկամության, գնա ինչ-որ բանի համաձայնության, բայց ոչ թե Օբամայի ժամանակվա պայմանագրի շրջանակներում, որովհետև որ Թրամփը ընդհանրապես սրտով չէր, ինքը եկավ ու չեղարկեց այդ պայմանագիրը, այլ նոր պայմանագրի շրջանակում, նոր սանկցիաների շրջանակում դրա դիմաց առաջարկում էր Ամերիկայի Միացյալ Նահանգները որևէ թեթևացում եւ այնպես չի որ հիմա բանակցությունների ընթացքում Միացյալ Նահանգների ներկայացուցիչը կլինի դա J.D. Vance-ը փոխնախագահը կլինի Դավիթ Քոֆեթը կլինի Ջարեդ Կուշները ուրիշ բան են ասում նույն բանն են ասում են սա անում եք մենք սա անում ենք ոչ մի բան չի փոխվել բանակցային թղթի վրա կետերը ավելացել են մի քիչ ավելի մեղմ են խոսում բառապաշարն է փոխվել բայց էությունը նույնն է նույն բառի մասին են բանակցում Դե Աքսիոսում հոդված կար, որ Իրանում կա ճեղք։ Մենք նշեցինք Փեզեշքյանի ռեֆորմ, որոնք ասում են, որ պետք է բանակցել, պետք է ավարտել այս ամեն ինչը, որովհետև երկարաժամկետ կտրվածքով պարզ է, որ Իրանը չի կարող գոյատևել։ Հենց դա է խնդիրը, այսինքն ես հուսով եմ Իրանի ներսում մենք այստեղից որևէ բան չենք կարող անել։ Կլինի այն տեսակետը վերնախավի, որ արդեն ժամանակն է ներսում է տաբակերկա արտահայտությունը որ կա, չէ՞, ռուսական։ Այսինքն ներսից պիտի լինի փոփոխությունը, դրսից ցանկացած փորձ Իրանում փոփոխություն կատարել, հեղափոխություն անել, Տրամպը այդպես էր, չէ՞, ասում էր ես կգամ ժողովրդին։ Հիմա հակառակը կաղապարվել է ռեժիմը, որովհետև Իրանի ժողովրդին ասում են, տեսնում եք, մեզ քրդերի անունն են տալիս, ուզում են մասնատել։ Տրամպը մի քանի սխալ հայտարարություն արեց այս սոցիալական ցանցերի դարե, որոնք Իրանի ժողովրդին հիասթափացրեցին, կամ ասել ես կգամ օգնության, հետո ասել չեմ գալիս։ Օգնությունը ճանապարհին է դիմացեք։ Այսինքն այո, ԱՄՆ-ն կատարեց մի շարք սխալ քայլեր, որոնք ինչքան էլ տարօրինակ է աշխարհի գերհզոր պետությանը այսօր դրել է ինչ որ առումով, նաև աշխարհի Եվրոպայի առջև էլ շատ բարդ իրավիճակում, որ արդեն Եվրոպայի ղեկավարները չեն էլ թաքցնում իրենց բացասական վերաբերմունքը Տրամպի հանդեպ այն ժամանակ հիշում ենք ինչ գովասանքով, հիմա արդեն նույնիսկ Մակրոնն էլ է, որ ասում է կամ Մելոնին, չէ՞, բոլորի հետ իր դաշնակիցների Տրամպը փչացրեց հարաբերությունները, չունենա դաշնակիցներ ասել դուք մեզ պետք չեք, հետո ասել ՆԱՏՕ արի ինձ օգնի, սա սխալ եմ համարում ես, մեծ սխալ։ ՆԱՏՕ-ի հետ հարցերը լուրջ են, արդյոք դուրս կգա Միացյալ Նահանգները կթողնի ՆԱՏՕ-ին տվել դեպքում Ամերիկայի ձևակերպման պանտեր։
Ոչ, ես գրեթե վստահություն ունեմ, որ նախագահ Տրամպը նախ ուղղակի վախեցնում է։ Տրամպը ինքը տեսնում է, որ առանց ՆԱՏՕ-ի նա հասկացավ։ Այդ իր քաղաքականությունն է վախեցնել։ Այո, 100% ինքը հասկացավ։ Շատ ճիշտ է, Չինաստանը ինչ ասելա չի եղել ըստ էության կամ Թրիփը նույն, չէ՞, այսինքն գործնական քայլեր չկա, ես իմ երկրի շահերից եմ նայում։ Բայց Տրամպը հասկացավ մի բան, որ առանց ՆԱՏՕ-ի ռազմաբազաների թույլտվությունը խնդրում է, չէ՞, արդեն Ամերիկան ինչքան էլ գերհզոր լինի, ՆԱՏՕ-ի նպատակը հենց ԱՄՆ հզորությունը ապահովելն է աշխարհում։ Եթե դու չես ուզում լինել ՆԱՏՕ-ում, դու չես կարող լինել։ Ներկայությունն է։ Ռուսաստանի խնդիրը ո՞րն էր։ Ասում են դուք ինձ Ամերիկայում բերում եք, դիստակ դնեք, չի ասում ՆԱՏՕ-ին ես բերում, Եվրոպային ես բերում։ Այո, կամ ասել Եվրոպան այսպես թե այնպես մոտ է իրեն, ասում դու Ամերիկայում բերում ես, ինքը դիտակ ես դնում, դա ինձ ձեռնտու չի։ Դա մտնում ես ինտարես արդեն ասում ա, Եվ դա տարիների քաղաքականություն, ես ինչու եմ վստահ, որ Տրամպը չի կարող այդ քայլ անել, նախ իրեն սենատի հավանությունն է պետք, իսկ մոտակա ընտրություններով ես չեմ կարծում, որ ինքը կունենա։ Գտնում են ինչ-որ տարբերակներ, հիմա այնպես չի, որ պատերազմը սկսել է սենատի հավանությամբ, իսկ կոնգրեսը չտվեց այդ հավանությունը, արդեն 5 անգամ կոնգրեսը ներկայացուցիչների պալատը քվեարկում է, որ Տրամպը ճիշտ է, որովհետև գործել է լիազորությունների սահմանում։ Դա ՆԱՏՕ-ն քանդելը չի, սա մեկ, եւ մենք լսեցինք Ռուբիոյի հայտարարությունը բառացիորեն 2 օր առաջ, չէ, ՆԱՏՕ-ն դա ԱՄՆ-ին է ավելի շատ պետք, նույնիսկ ես ձեզ ասեմ, որովհետև Եվրոպան արդեն իր անվտանգությունը հասկացել է, որ չի պիտի կապի ԱՄՆ-ի հետ, արդեն արևելյան այդ Ասիայում էլ Ճապոնիան փորձում է, չէ, արդեն բանակը նորից այդպիսի բան չի եղել երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, այսինքն ԱՄՆ-ն ամենաշատը վնաս տվեց հենց իրեն, մենք սկզբում ձեր հարցը դրա մասին որ իրեն շահերից են, չէ, անում հիմա, որ կարծես թե ոչ։ Եվ ես հուսով եմ նախագահ Տրամպը կփոխի իր քաղաքականությունը, գիտակցելով, որ իր համար արդեն սա ձեռնտու չի մի կողմ ԱՄՆ-ի։ Եվ իմ կարծիքով Իրանը երկարաձգելու է լարվածությունը մինչև ընտրություն։ Իրանը ամեն գնով պիտի այնպես անի, որ Դոնալդ Տրամպը պարտվի, դա Իրանի շահերից։ Դա շատ երկար ժամանակահատված եք ասում, 2 տարի եւս չի տիպ։ Չէ, խոսքը կոնգրեսը կորցնելու մասին է։ Այս տարվա միջանկյալը Այո, որովհետև եթե կոնգրեսը կորցնի, նույնիսկ եթե իմպիչմենտ չլինի միայն ներքին պալատը, ներկայացուցիչների պալատը կորցնի, նա արդեն գնալու է լսումների, գիտեք, Էփշտեյնի գործ, դեմոկրատները նրան այսպես կմաշեցնեն հայկական լեքսիկոնով եւ ես կարծում եմ այս բենզինի գներն էլ որ ավելանան ես կարծում Իրանի հաշվարկը դա է իսկ ինչը հաշվարկ մեթոդ ունի Տրամպը ես դեռ չեմ տեսնում հասկացա դա իսկ մեր ձևոր արևելքում խաղաղությունը երբ է գալու մենք այդ խաղաղությանը այդպես էլ երևի բականատես չլինենք Ես կարծում եմ իհարկե լավ է հանդիպումները Լիբանանի ղեկավար եւ Իսրայելի, բայց Լիբանանը չի պատերազմում Իսրայելի հետ ախր։ Դե հա Հեզբոլլահը ընդհանրապես դեմ է այդ հանդիպումներին, ասում ոչ մի բանակցության էլ ես չեմ ուզում դու գնաս։ Այսօր սիոնիներն ասել էին օքեյ ախպեր, մենք քո կողմից ենք, դատապարտում ենք նույնիսկ Իսրայելի գործողությունները, որ Լիբանանի վրա տեղի ունեցող հարվածների արդյունքում մարդիկ են զոհվում, բայց մենք քո կողմն ենք, աուն, գնա բանակցի վերջ-վերջո բեր խաղաղություն։ Հեզբոլլահն ասում է, եղբայր, դու իմ անունից ինչ գործ ունես բանակցելու։ Ես էլ եմ այս տարածքի ես մտերը։ Իմ անունից ոչ մի բանակցություն։ Նախ ես ցավ կլինի, եթե նույնիսկ ֆիզիկապես ոչնչացնեն Լիբանանը, ղեկավար մենք գիտենք եղել են, չէ՞, այդպիսի դեպքեր։ Սա մեկ, երկրորդը Լիբանանի հարցը բարձի թողի վիճակում էր։ Մի օրում խաղաղություն չեն բերում։ Լիբանանի բանակը պետք էր զինել։ Իդեպ տարիներ շարունակ ԱՄՆ-ն փորձում էր դա իրականացնել, բայց այդպես էլ եմ ասում, չարեցին մինչև վերջ։ Իսրայելը եւ ԱՄՆ-ն պիտի Լիբանանի բանակը այնքան հզորացնեն, որ Լիբանանը երկրի ներսում Լիբանանի իշխանությունները կարողանային Հեզբոլլահի հարցը լուծել։ Հիմա ահա իրանք էլ են ուզում ազատվել Հեզբոլլահից, ում է պետք լինել անդադ թիրախ, անհասկանալի Հեզբոլլահի համար, բայց զենքը նրանց ձեռքին է, իսկ ով զենք ունի, այսպիսի երկրներում միասնական բանակի գաղափարն էլ չի աշխատում։ Իհարկե 3 մասի են բաժանել Լիբանանը, ըստ էության կրոնական, եւ ես ցավում եմ, որովհետեւ հայ ժողովուրդը պատմականորեն մեծ կապեր ունի Լիբանանում եւ մեծ համայնք ունենք, բայց չգիտակցել, որ առանց Հեզբոլլահի հարցը լուծելու նախագահ Տրամպը այսպես հավաքում է երկու ղեկավարներին, դա նկարում են, իր շուրջը ասում են շնորհակալ ենք, դա նման է հայ-ադրբեջանական ինձ համար խաղաղությանը, որ շնորհակալ ենք խաղաղությունը, մեկ էլ գիտեք հնարավոր է պատերազմ լինի, այդպես խաղաղություն չեն բերում։ Գիտեք, սահմանազատում չկա։ 3 օր առաջ դա տեղի ունեցավ, այսօր
կան հարվածներ, կան զոհեր։ Նախագահ Տրամպը ինքը շոումեն է, դա իր ոլորտն է, իդեպ շատ այդպես այդ հարցում ինքը առաջադիմել է, ինչ առումով, դեպ նա կարողացել է արդեն երկրորդ անգամ ընտրվեց, իդեպ ոչ որևէ մեկը դրան չէր հավատում, բայց քաղաքական առումով միջազգային իրավիճակին նա պիտի լսի իր խորհրդականներին, ցավոք նա մի նախադասություն ասաց մոտ 1 ամիս առաջ, ասաց ես չեմ լսում որևէ մեկին, ես լսում եմ, անում եմ այնպես, ինչպես ճիշտ եմ գտնում, բայց կարծես այն ինչ որ ինքը ճիշտ է գտնում, դեռ չի աշխատել ոչ միտեղ։ Այդքան էլ չեմ հավատում, որ այդպես է, որովհետև այդ ամենայնիվ իր հայտարարությունները ոնց դրվում են, հետո ջնջվում են, հետո արդարացվում են, այդ ամենայնիվ լսում է։ Հայտարարությունները ջնջում է, բայց օրինակ իմ կարծիքով Մարկո Ռուբիոն կողմ կրներ, որ Վենեսուելայում ընտրություններ լինեն, ոչ թե այնտեղ էլ է դեպ սառեցված իրավիճակը։ Հիմա Տրամպը կգնա այս նոր կոմունիստները, այսպես ասած, կմնան, այսինքն լուծումներ չի առաջադրում։ Տրամփի լուծումն այն է, որ ինքը հիմա ունի շահ, իր շահականությունը օգտագործել, Վենեսուելայում համագործակցում է տվյալ դեպքում կին նախագահի հետ լավ է ինչ է եղել։ Բայց Մարկո Ռուբիոն, այո, կան մարդիկ, որոնց չի լսում, ես կարծում եմ, կամ Ստիվ Բենետը։ Բայց Մաչադոյի տարբերակն էլ չի քննարկվում։ Ընտրված, նա ընտրվել է Մաչադոն, իդեպ ԱՄՆ-ում դա ասել է։ Բանի մասն է խոսքը, այդ կնոջ մասն է, որ Այո, Վենեսուելայի նա առաջադրվել էր, Մադուրոն չթողեց, որ իրեն գրանցեն։ Իրը փոխարեն Էդմունդո Ռոդրիգեսին գրանցեցին 90-ամյա մի մարդու, որը հաղթեց 90 տարեկանում, այսինքն դա Մաչադոն է հաղթել։ Բայց ինչ ասես Տրամպը ասաց, չէ, ես Դելսիի հետ եմ շփվում։ Նույնը նա անում է Ռոդրիգեսը ձեռնտու է։ Այս պայն իրեն ձեռնտու է, ԱՄՆ-ի մասին չեմ խոսում։ Եկավ հանդիպեց ամեն դեպքում Մաչադոն, ասաց Նոբելյան մրցանակ էլ վերեց տվեց այս խեղճ մարդուն, ասաց Եվ դա ռումբի էֆեկտ է ունենալու։ Մենք ես չենք աջակցում։ Իդեպ ես դες ասեմ, ինչու ԱՄՆ-ն ինվեստիցիա ներդրումներ չեն անում այնտեղ կամպանիաները, որովհետև դա գիտակցում են, որ սա ժամանակավոր ինչ որ մի բան է։ Ինչ որ բան կա, սպասողականություն կա անհայտ։ Իհարկե, կամ եթե դու վիրավորում ես քո դաշնակիցներին, Զելենսկուն ասած հողերը տուր Պուտինին, դուք չեք տեսնում, որ Պուտինն է Իրանին օգնում, ձեր դեմ, այսինքն կամ Չինաստանը եւ Պուտինն են ձեր դեմ, դուք Չինաստանին եւ Պուտինին ոչինչ չեք ասում, Մակրոնին եք վիրավորում կամ Մելոնին, ընդհանրապես կարծես գլխի վրա շրջվել է ԱՄՆ քաղաքականություն եւ դրա համար ես ասում, որ իմ կարծիքով ԱՄՆ-ում կան շատ խելացի մարդիկ վարչակազմում, բայց նախագահ Տրամպը կարծես պահի տակ ինչ որ սխալ քայլեր է անում, որից հետ գնալը շատ դժվար է։ Հասկացա։ Վերադառնանք մի թեմայի, որին որ սկզբում ասացինք, որ անպայման կխոսենք, խոսքը Արցախի մասին է։ Ինչ էլ որ լսել եք այստեղ, ինչ էլ որ ընդհանրապես արտերկրում լսել եք եւ ինչ էլ որ տեղի ունենում Հայաստանի Հանրապետությունում, եւ թե ներքաղաքական իրավիճակից ելնելով, եւ թե ընդհանրապես արտաքին հարաբերություններից ելնելով, որքանով է Արցախի վերադարձի հնարավորությունը, որքանով է հնարավոր, որ Արցախ հայերը կարող են վերադառնալ հայրենիք։ Ես այս պահին չեմ տեսնում դրա հնարավորություն։ Գիտեք, եթե մենք վերադառնանք նկատի ունենք, այնպես վերադառնան, ինչպես Ռուսաստան, ռուս խաղապահների ժամանակ հետո նորից հետ վերադառնան հիմնական։ Չեմ տեսնում խաղապահների կամ չգիտեմ ինչի, այսինքն օրինակ համար այս գյուղում ապրում են ադրբեջանցիներ, չէ՞։ Մենք խոսում ենք հնարավոր ապագա խաղաղության մասին։ Սա Հայաստանում ապրող արցախահայերի տարածքն է, իրենք էլ գալիս են վերադառնում են իրենց տարածքում են ապրում, բայց ինքնորոշման հարցի խնդիր այստեղ առաջանալու։ Եկեք Հայաստանի իշխանությունները մի քանի օր առաջ կարծեմ Փաշինյանը նշեց, որ նույնիսկ վերադարձը ռեալ չի համարում արցախցիների։ Ես սա պաշտոնական քաղաքականություն, տեսակետ է։ Այն ժամանակ ընտրություններին 21 թվականի պատերազմից հետո նա խոսում էր անջատում հանուն փրկության սկզբունքի մասին, հետո վերջերս վերադարձի իրավունքի մասն էր խոսում, հիմա արդեն ասում է, որ դա էլ է անհնար։ Այսինքն սա քաղաքականությունը պաշտոնական։ Հիմա իմ կարծիքով իմ լուծումները եւ մենք ռեալ պիտի խոսենք, այստեղ կենացներ մենք վերլուծություններում չկան, այսինքն այո, ես ուզում եմ, որ Արցախը լինի անկախ, այո, դա արդար է, գիտեք, ոչ թե ես եմ ուզում, տարիներ շարունակ ես զբաղվել եմ այդ հարցով եւ Արցախի խնդիրը միակն է, որում ներգրաված են անվտանգության խորհրդի մշտական 3 անդամ երկրներ։ Դոնբասը չունի այդպիսի ֆորմատ, Աբխազիան չունի, Մերձնեստրը չունի, բայց Հայաստանի նախկին իշխանությունները, այստեղ պիտի օբյեկտիվ լինենք, կարողացան մսխել 30 տարում այն հնարավորությունները, որ մենք ունենք։ Լևոն Տեր-Պետրոսյանը ինչ որ պահի փորձում էր ինչ որ լուծումների գնալ, բայց հիշում եք ինչ եղավ 98 թվականին այդ պալատական հեղաշրջում եւ այլն իր հայտնի հոդվածը։
Իդեպ հիմա ես իր տեսակետների հետ ընդհանրապես համաձայն չեմ Ռուսաստանի դերի մասին հարավային Կովկասում։ Բայց Արցախի հարցը կարող էր գնալ ճիշտ հունով, օբյեկտիվ հունով, ոչ թե հայամետ, դա չարվեց։ Մնաց Արցախ սփյուռք այդ երամիասնություն ուղղակի բառերը։ Հիմա այս պահին ես իհարկե չեմ տեսնում այդ հնարավորությունը, որովհետև Իլհամ Ալիևի քաղաքականությունը միտված է նրան, որ Արցախ առանց հայերի Պարզել ասվում է, այնպես չի որ չի ասվում։ Այսինքն այդ մոդելը, որ լավ մենք ընդունում ենք Արցախը ձեր կազմում ֆեդերատիվ ինչ-որ մոդել, ինքնավարություն, նույնիսկ ոչ ինքնավարություն, բայց որ արցախցիները վերադառնան, դա չի կարող լինել։ Ալիևը անդադ դա արևմտյան Ադրբեջանի հետ է հավասարեցնում Փաշինյանը ինչի է անդադ այդ հարցից խուսափում, չնայած դրանք ընդհանրապես կապ չունեն եւ դա սխալ է հավասարեցնել, բայց ասում են դե դուք վերադառնում եք, մենք էլ ինչ-որ հորինած մեր տարածքը, բայց չեն ասում, բա հայերն էլ են վերադառնում, օրինակ կամ Սումգայիթ, դա էլ հարցը կվերադառնան, թե ոչ։ Բայց եթե վերադաս լինի, պիտի լինի միջազգային ինչ-որ երաշխիքների մանդատի, ՄԱԿ խաղապահ մանդատի ներքո։ Իհարկե դա էլ այդպես 100%-անոց աշխատող չի, Ռուանդայում ցեղասպանությունը ՄԱԿ խաղապահների աչքի առաջ է տեղի ունեցել, բայց լուծում ես այդպես եմ տեսնում, որ պիտի լինի մանդատ։ Եվ դա չպիտի լինի Ռուսաստանը, որովհետև Ռուսաստանը տարածաշրջանում իր ազդեցությունը տարածում է կոնֆլիկտներով։ Վրաստանում, Հայաստանում, Ադրբեջանում դա գաղտնիք չի, այնպես չի, հակառուսական բաներ եմ ասում։ Իրենք չկարողացան այդ հարցը լուծել։ Հիմա ավելի թույլ են։ Ժամանակ ասում էին Ուկրաինայի հարցերը լուծենք, կգանք, ես չեմ տեսնում իրենք Ուկրաինայի հարցերը մոտակա տարիներին պիտի լուծեն։ Այն ինչ որ մոտ հեռանկարում Իհարկե չի երևում։ Ես կարծում եմ նույնիսկ հակառակը կարող է լինել, այսինքն ոչ թե Ուկրաինան գրավի Ռուսաստանը, այլ ուղղակի Ռուսաստանում, երբ պատերազմ հրադադար լինի, կարող է ներքին ինչ-որ process-ներ տեղի ունենալ, որտեղ պատերազմի վրա է Պուտինը պահում իր իշխանությունը։ Ռուսներին հանեցինք, դա պիտի լինի սկանդինավյան խաբը, ես չգիտեմ, գիտեք, այդպիսի հայտարարություններ հնչեցին, այդպես էլ մանրամասներ մենք չլսեցինք, դա ինչի մասին է։ Տրամպ ուղղակի բառ ասեց, թե Փաշինյանը մերժել է։ Մի օր կգա, մենք դա պիտի իմանանք, բայց այն, որ Արցախի ժողովուրդը պիտի ունենա սկզբում անվտանգության ապահովման մեխանիզմ, որպեսզի ներողություն ամեն օր չգնան, գան, այլ ապրեն իրենց հայրենիքում, դա բազ է, բայց եթե այսօր եկեղեցին են նույնիսկ քանդում, ինչ վերադարձի մասին է խոսքը։ Կամ շատ հաճախ վերադարձից խոսում են, դուք արցախցիին հարցրել եք, իրենք ուզում են վերադառնալ։ Մարդիկ են խոսում վերադարձից, որոնք արցախցի են, թորները Ամերիկայում են ծնվում, իրենք էլ Հայաստանում միլիարդատեր են, բայց վերադարձից եք, դուք կվերադառնաք։ Իհարկե ոչ։ Դուք չեք կռվել այնտեղ, նույնիսկ մեկ օր չեք եղել այնտեղ պատերազմի ժամանակ։ Բայց մոտակա տարիներին ցավոք չեմ տեսնում։ Այլ հարց է, որ դիտակում այկային կողարկել։ Այլ հարց է, որ ներդրումային հիմնադրամը թալանելուց հետո կարելի է հեռադիտակ ուղարկել։ Իդեպ ես քննադատում եմ Հայաստանի իշխանությունին, որ այդ Արցախի ներդրումային հիմնադրամից տարած 300 միլիոն դոլարը այդպես էլ չիմացանք եւ ավել ուր է։ Լուրջ հետաքննություն է պետք։ Լուրջ, բայց 7 տարի է չի իրականացվում։ Տիկին դատախազի ներկայացվել է միջնորդություններ եւ չկա որևէ քայլեր գլխավոր դատախազին։ Բայց ես երկարաժամկետ կտրվածքով վստահ եմ մի բանում, Արցախի հարցը օգտագործվելու է այս անգամ Ադրբեջանի դեմ։ Արցախը դառնալու է ցավոք մանրադրամ, հիմա էլ Ադրբեջանի նկատմամբ ճնշում կիրառելու համար եւ Ռուսաստանում այդ ձայները միշտ կան, Սալավիովի տեսքով Արցախ, չզարմանք, հիմա Պուտինը ինչա հիշել մեր ցեղասպանությունը, որովհետեւ տեսավ, որ Թուրքիայի հետ չի ստացվում այստեղ գալ կանգնել, հիմա կհիշեն, Արցախն էլ կհիշեն, երբ Ադրբեջանի ղեկավարը մի փոքր շատ գնա դեպի արևմուտք, Պարզ եմ, այսպես կենցաղային եմ ասում, կհիշեն, որ Արցախում էթնիկ զտում ա եղել, Վիտալի Բալասանյաններին կասեն նամակ գրեք մենք գանք, ամեն ինչ ես այսպես ավելի պարզ եմ տեսնում։ Կամ նույն արևմուտքը, երբ տեսնեն, որ Ադրբեջանը, եթե Ռուսաստանին չի միայն վերաբերում, այսինքն շատ է հիմա այդ ռուսական դեպի կողմ գնում, կասեն հուշարձանները, ես քննադատում եմ արևմուտքին, այո, որտեվ տեսնում եմ, եւ բայց դա նորմալ է, ամեն երկիր իր շահերից ելնելով է գործում։ Դուք այնպես արեք, չդառնաք այդ մանրադրամը։ Եթե դուք դարձել եք, ես ոչ Վլադիմիր Պուտինին եմ մեղադրում, ոչ թե Դոնալդ Տրամպին կամ Ջո Բայդենին։ Դուք եղեք ինքնաբավ, դուք մի վաճառեք ձեր շահերը եւ փորձեք ձեր քաղաքականությունը ճիշտ վարել։ Իսկ եթե դուք նույնիսկ ես քայլից հետո Քոչարյանը կանգնում ասում Հայաստանն էր մեղավոր, ես Վլադիմիր Պուտինին ինչ ասեմ, ինչու մեղադրեմ։ Բայց մենք իրավունք ունենք հիմա մեղադրելու, ունենք, չէ՞։
Ռուսաստանի, տեսեք, խնդիրը այսպես է, մենք ոչ թե մեղադրում եմ ես ասում եմ Ռուսաստանը մեր դաշնակիցը չի, քանի որ այս քայլերը կատարել է, ես իրեն չեմ մեղադրում։ Իհարկե ես հասկանում եմ, որ դա իրենց շահերից էլ չէր բխում կորցնել Հայաստանը, Արցախի բաստիոն էր, բայց դե իրենք իրենց շահերը չգիտեն, դա իրենց խնդիրն է։ Ես չեմ մեղադրում, ես ասում եմ Ռուսաստանը չի կարող ապահովել, որ չի էլ ուզում ապահովի։ Մեղադրանք չպիտի հնչի, պիտի լինի ռեալ գնահատական, աշխարհին էլ չէ, ցեղասպանության հետո մեղադրում էին։ Գնում էիք Սան Ստեֆանո կամ Սևրի եւ այլն ինչ-որ բանակցությունների, բայց այնպեսի պահանջներ էիք դնում աշխարհի առաջ, որ աշխարհը մեր այդպես չի, պետք է ռեալ գնահատել։ Եթե գնում եք ասում եք դե տվեք Արևմտյան Հայաստանը մեզ այն դեպքում, որ հազիվ էս մի կտորն է մնացել, նույնն էլ հիմա, չէ՞։ Այսինքն մեծ պահանջներ ունենալը շատ ավելի բարդ էր մեր վիճակը։ Իհարկե, բայց ավելի մեծ պահանջներ ունեինք, վերջում էլ Ալեքսանդրապոլի պայմանագիրը ստորագրեցինք, դառանք սովետական միության անդամ։ Կարող էինք չստորագրել օրինակ եւ չփախչել։ Բայց մեր դիրքերն էլ եսի միշտ չէր, հա, մենք ահագին բան չունեինք, Սյունիքի խնդիր կար, այնտեղ Արարատից խնդիր կար, Շիրակից խնդիր կար, տարբեր հատվածներից խնդիր կար։ Մենք էլ նես չէր, որ ուժեղ էինք այդ ժամանակ, մենք էլ էինք բան, բայց այդ վեր թռնելու արդյունքն էր, որ հեսա տես, մենք արդեն անկախ ենք, մենք հեսա մենք այդ վեր թռնելու արդյունքն էր։ Եվ երկրի ներսում էլի քաոս էր, քաոս։ Ով զենքով մաուզերիստները իրենց ճամբարներ, այսինքն Հայաստանը միշտ մասնատել են ներսից։ Հիմա էլ են դա անում, ներսից մեկը եկեղեցու կողմա, մեկը դեմա, մեկը այս կուսակցությանն է հարում, մյուսը այս կուսակցության, մեկը արևմտամետ է, մյուսը ռուսամետ է, այսպես բաժանարար գծել դնելով, ասում եմ բաժանիր, որ տիրես։ Մեր ժողովրդին դրել են այս վիճակի մեջ։ Ես էլ եմ հաճախ օգտագործում այդ տերմինոլոգիան, եկեղեցուն դեմ կամ կողմ արտահայտությունը, բայց մեծամասնության կարծիքով դա եկեղեցու դեմ կամ կողմ հարաբերությունների մասին չի, դա անձերի հարաբերությունների մասին է։ Չգիտեմ, այստեղ մեծամասնության մասին եք դուք խոսում։ Ես Հայաստանում այսպես է, գիտեք, Գարեգին Եգորթը ընդունված չի։ Եվ դա իմ կարծիքը չի, որովհետև եթե նա հենց հիմա կոչ անի կամ հանրահավաք կամ չգիտեմ, որևէ մեկը չի գնա, եկա շատ քիչ։ Այդ նախկին իշխանությունները շատ ցածր է։ Այո, եւ դա Նիկոլ Փաշինյանով չի պայմանավորված, եթե դու տարիներ շարունակ ձայն չես հանում կամ ինչ որ կոռուպցիոն սխեմաների մեջ ես հիվանդանոց ունես, հիմա չեմ ուզում նստել դրա մասին խոսել, պարզ է, որ ժողովուրդը քեզ չի գնահատում։ Այլ հարց է, որ այս մաքրելու գործընթացն էլ ինչ որ մի բանի նման չէր, այդ ինչ եղավ, հայտարարություններ այդիկ ումով եք մաքրում, եթե մաքրում եք Գարեգին երկրորդի նման մարդկանցով օբյեկտիվ չի, ասում եք երեխա ունեք, ով որ մաքրում է ձեզ, ինքն էլ ունի։ Ես չեմ ուզում էլի ավելի խորանամ այսպես, մի բան կարող եմ ասել, եթե մի բան միտքներ իմ համար առանձնահատուկ այդ տերմինը եկեղեցու դեմ, եկեղեցու կողմ արտահայտությունները արդյոք թե տեղին օգտագործել, թե տեղին օգտագործել եկեղեցականին դեմ կողմ անձերի մեջ խոսքի խնդիրը։ Այո, ճիշտ է, ես Գարեգին երկրորդի քննադատում, բայց ես եկեղեցու դեմ չեմ, բայց քանի որ սա կարևոր է, դիմացի կողմն էլ չկարողացավ բացատրել ինչ է անում եւ ինչու համար, հիմա այս հակառակ կողմը օգտագործում է, ասում է ինչի համար էր պետք է սա ամեն ինչը, Գարեգին երկրորդի դեմ չի, սա եկեղեցու դեմ է, ամեն ինչը ռոպագանդայով է ներկայացվում, հասկանում եք, եթե արդյունք չկա, օրինակ եկեղեցու մասին չխոսենք, խոսենք արդարադատության։ Երբ խոսքը գնում եկեղեցու դեմ, քրիստոնեության դեմ, դրանք ավելի ազդեցիկ են, դրանք միջազգային ականջին ուրիշ ձև է հասնում, ուրիշ արտահայտություններ են լսվում այնտեղ։ Երբ օրինակի համար Միացյալ Նահանգներում ասում են քրիստոնեությանը դեմ պայքարը տեղի ունենում այսինչ երկրի ներսում, դա ուրիշ ձև է անցալվում, բայց երբ ներկայացնում են օրինակի համար այսինչ մարդու դեմ է պայքար տեղի ունենում, ոչ եկեղեցու կամ քրիստոնեության դեմ, ուրիշ ձև անցալվում։ Ես դրա մասին ասում եմ, դա պոպուլիզմի մաս է կազմում, բայց երկու կողմն են պոպուլիստ։ Մաքրողն էլ է պոպուլիստ, մաքրվողն էլ է պոպուլիստ։ Եվ այսինքն ես օրինակ չէի գնա Եվրախորհրդի առջև, ասեի, որ եկեղեցու դեմ ինչ որ խոսք նշեի։ Ես ներսում կմաքրեի, բայց ես քաղաքական գործիչ չեմ, այսինքն ես հարցը կլուծեի։ Գարեգին երկրորդը կոռուպցիայով է զբաղված, Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, բերեք որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ասեք, էս է սխեմաների մեջ է եղել եւ որևէ մեկը չի կարող ասել, որ Գարեգին երկրորդի դեմ չի, եկեղեցու դեմ է, բայց դուք որևէ փաստ չեք բերում, ինչ որ թուղթ եք բերում իր եղբոր մասին, չգիտեմ որ թվականից, ռեալ փաստեր բերեք։
Քաղաքին երկրորդն ասում է Սերժ Սարգսյանը ձեռք է առնում էլի ըստ էության ժողովրդին, ասում է ինքը իր աղբորամը պատասխանատու չի։ Այսինքն ամենտեղ է այս պոպուլիզմը, նույն նախկին իշխանությունների հետ կապված ինչ է ժողովրդը հիասթափվել նոր իշխանությունից։ Ես մեծամասնություն ասեմ, դա Արցախի հարցի հետ կապ չունի, բոլորն էլ հասկանում են, որ Արցախի հարցը Հայաստանում չի որոշվել։ Այլ որ դուք 8 տարի ասում եք հեսա ծեփելու ենք, բան, ծեփել պետք չի, օրենք է պետք հաստատել։ Մեկ էլ այդ մարդիկ էլի հայտնվում են խորհրդանում, իդեպ ձեր այս խաղերի արդյունքում դա է ծնում հիասթափություն։ Խորհրդանից խոսեցիք, խորհրդանական ընտրություններից կցանկանայի խոսել, բայց խորհրդանական ընտրությունների մասին կթողնեմ, որ ձեզ լսեն ապրիլի 30-ին։ Իդեպ հարգելի հետևորդներ, եթե ձեզ հետաքրքրում է լսել Լիլիթ Տալակյանին, հենց կապված խորհրդանական ընտրությունների հետ, այս տարվա սպասվող, շատ կարևոր հարց ու պատասխանի շրջանակում կարող եք հանդիպել ապրիլի 30-ին երեկոյան ժամը 7-ին Իրանահայերի միությունում Գլենդելում, այնպես որ եթե կունենա կարևոր հարցեր, հիմիկվանից պատրաստ եք գրեք թղթի վրա եւ պատրաստված գնացեք շատ սուր քննարկման, հետաքրքիր քննարկման, կարծում եմ ինչի մասն որ խոսում ենք, ձեզ բավական հետաքրքիր է, բայց կամփոփենք մեկ հարցով։ Մի քանի անգամ խոսքի մեջ նշեցիք, ես քաղաքական գործիչ չեմ, արտահայտությունը ցանկանեք լինել։ Անկեղծ պիտի պատասխանեմ, ինձ ավելի հոգեհարազատ է միջազգային իրավիճակի, որը Հայաստանի վրա անդրադարձ ունի վերաբերյալ վերլուծություն, այսպես think tank-ային գործելավոճը, հոդվածների վերլուծությունների տեսքով, բայց գիտեք, եթե ես նաև Աստծո նախախնամությանն եմ հավատում, ինքս եթե որոշված լինի, վճռված լինի եւ իմ ժողովուրդը կարիք զգա հայ ժողովուրդը, որ ես կարող եմ օգտակար լինել, իհարկե այս պահին ես դա չեմ տեսնում, որովհետեւ ես չեմ տեսնում պայքար գաղափարների վերաբերյալ կարծիքներ, բանավեճեր, տեսեք, մենք կարող ենք ձեզ հետ համաձայն լինել, չլինել, բայց դա առողջ է։ Բայց հիմա պայքարը տեղի ունենում, դու շատ վատն ես, դու ավելի վատն ես դիսկուրսի շուրջ։ Ինչ լուծումներ կան, ինչ վտանգներ կան, համաձայն ենք, համաձայն չենք, տնտեսության ոլորտում ինչ ռեֆորմներ պիտի իրականացվի, արդարադատության, ինչ մոդելներ պիտի լինեն տնտեսական, այդպիսի խոսակցություն չկա։ Հիմա գնալ մասնակցել ընտրության, այդ երրորդ ուժ որ ասում են, այդ ձայնը չի լսվելու։ Սա բայց ես վստահ եմ վերջի ընտրությունն է, որը իրականացվելու է սև սպիտակի սկզբունքով, որովհետև Հայաստանին այնպիսի մարտահրավերներ են հենց այս տարի սպասում, հենց աշնանը, որ այս դիսկուրսը որևէ լավ տեղ չի տանելու։ Ժիրինովսկիի կանխատեսումներով 2031-ին Պուտին էլ չի լինելու, ըստ էության փոխվելու է մի փոքր ավելին է դառնալու Հարավային Կովկասը, բալանսը մի փոքր ուրիշ կողմ է գնալու, դա կանխատեսումը չգիտեմ որքանով է ճիշտ, որքանով սխալ։ Ձեր կանխատեսումներով էլ հասկացա, որ էլի դուք տանում եք Հայաստանի իշխանության վերջին ընտրություն, հա, ընտրվելու եք տանում ձեր վերլուծությամբ եւ մենք գնում ենք դեպի 2030-31։ Ես չեմ կարծում, որ այս խորհրդարանը եւ առաջ անգամ չի որ ասում եմ մինչեւ 30-31 թվականը գործելու է։ Ես հիմա չեմ խոսում Նիկոլ Փաշինյանի մասին, խոսքը այս խորհրդարանը, որը ձևավորվելու է, ավելի ցածր մակարդակի, ավելի անկարող է լինելու, քան նույնիսկ հիմիկվա խորհրդարանը, որ մենք նայում ենք ովքեր են պատրաստվում հաղթահարել կամ ում են օգնում, որ հաղթահարեն, Ալեն Սիմոնյանը արդեն գծել է ապագա խորհրդարանը։ Թողնենք այս բանը մեր խորհրդանական ընտրությունների, մեր նախավերջի հարցին անդրադարձով այդուամենայնիվ ավարտենք, ասացիք, որ եթե ժողովուրդը ցանկանա եւ ցանկանա տեսնի եւ ես էլ պատրաստ եմ, կարծես թե այդպես հասկացա, այդ դեպքում ձեզ տեսնում եք գործող որևէ ուժի կազմում, թե նոր ուժ կներկայացնեք։ Բարդ հարց եք տալիս։ Որովհետև եթե մենք խոսում ենք, որ մենք ունենք այսքան շատ կուսակցություններ ու դա խնդիր է առաջանում, որովհետև կիսում են անընդհատ ձայները, դժվարանում է ավելի ճիշտ իշխանափոխության հարցը, ինչքան շատ կուսակցություն, այնքան շատ ձայների բաշխում, այնքան հնարավորությունները քիչ։ Միասնական ուժի գաղափար ես չեմ տեսնում ընդդիմադիր դաշտում, գոնե այս պահին խորհրդարանական ընդդիմության կողմից էլ, թե ընդհանրապես առհասարակ արտախորհրդարանական ուժերի կողմից էլ նոր ուժ ձևավորելու կամ կարիք կա, չկա, եւ եթե օրինակի համար պայմանական ենք վերցնում, չէ, ապրիորի խոսում ենք մի բանի մասին, որ կարող է տեղի չունենա, եթե այդուամենայնիվ Աստված կամենա եւ դուք գնաք այդ քայլով, նոր ուժ, թե գործող ուժերի միասնություն, հավաքական, երիտասարդական ուրիշ մի
բան, ավելի կրթված, ավելի տեսած, ես ավելի պայքարող։ պետք է մի փոքր ծավալուն պատասխանեմ, չնայած ավարտում ենք, բայց սա կարևոր է։ Ավելի ծավալուն։ Ես ապրիորի այդպիսի բաներ չունեմ, գիտեք, սա վատն է, այս քաղաքագետը, այս գործիչը վատն է, կան մարդիկ, որոնց հետ ես իհարկե չեմ համագործակցի ուժեր, դա Հայաստանի նախկին իշխանություններն են։ Սա մեկ, իդեպ ես կնշեմ, որ իմ հայրը օրինակ այդ սխալը կատարել է, եւ ես դա քննադատում եմ, եւ պարզ դրա մասին խոսում եմ։ Ինչ վերաբերում է Հայաստանի ներկա իշխանություններին, ես կանխատեսում եմ, որ Հայաստանում հնարավոր են ֆորս մաժորային իրավիճակներ կապված կամ պատերազմի վտանգի կամ տնտեսության եւ ժողովրդի պահանջից ելնելով չի կարող իշխանությունը մնալ էլի այս իրավիճակում սև սպիտակի կապ չունի ընտրությունները կանցնեն թե ինչ իրավիճակ կլինի ես չեմ նայում այս խորհրդանի նույնիսկ կներեք չեմ էլ հետևում խորհրդանի ընտրություններին բայց երկու ճանապարհ կա կամ Հայաստանի իշխող կուսակցությունը կվերակազմավորվի կհասկանա որ ժամանակը եկել է իրոք աշխատանք կատարելու ավարտելու այս արդարադատության ոլորտում խաղերը պատժելու հենց ընդդիմադիր այսպես կոչված ղեկավարներին օրենքի շրջանակներում եւ իրոք սկսեն երկիրը բարգավաճեցնել, այսպես ասեմ, բարգավաճ Հայաստանի մասին չի խոսքը։ Ես իմ ներուժը պատրաստ եմ օգտագործել, բայց չլինելով բարգավաճ Հայաստանի մասին չի խոսքը, բայց բարգավաճ բառը կա։ Այո, այսինքն ես կուսակցական չեմ դառնա, ես առաջարկներ ունեցել եմ, ես ինձ չեմ տեսնում հարող որևէ ուժի։ Եթե նոր ուժ ստեղծվի եւ տեսնեմ գաղափարներով մենք նույնական չենք, օրինակ ես շատ համակրում եմ այսպես կոչված արևմտյան շրջանակների շատ անձանց, բայց լիովին չեմ կիսում օրինակ Հայաստանի իշխանությունների հանդեպ իրենց գովասանքը, այսպես ասեմ, բայց դա չի նշանակում մենք բոլորս փյուրքում եք այդ սխալ տեսակետը, որ մենք մի կերպ պիտի մտածենք։ Հիմնական գաղափարները պիտի լինեն նույնը, նույն կուսակցության մեջ կարող են լինել տարբեր հանրապետականում կան տարբեր թևեր։ Ես երկու տարբերակ եմ տեսնում, եթե իշխող կուսակցությունը դեռ ժամանակ ունի իրոք զբաղվի Հայաստանի զարգացման եւ իրենց խոստումների կատարման գործով դեպի խաղաղություն, ես մեծ սիրով, ես որևէ մեկի դեմ չեմ, խոսքը պաշտոնի մասին չի, կփորձեմ իմ ժողովրդին օգտակար լինել, բայց կուսակցական չեմ դառնա։ Իսկ եթե գա իրավիճակ, որ նոր ուժ ստեղծվի, իհարկե սիրով կհամագործակցեմ։ Ստեղծվի թե ստեղծեք Ես դեռ չեմ տեսնում, որ ես այդպիսի կարողություն եմ, ես շատ համեստ եմ գնահատում իմ կարողությունները, նոր եմ, ընդամենը 2 տարի չկա, որ ես այս ոլորտում եմ, բայց այսպես լիդերային հավակնություններ ես չունեմ եւ ինձ ճանաչողները կարող են նշել, ես փորձել եմ նույնիսկ միացնել այսպես կոչված արևմտամետների ուժերը, բայց քանի որ յուրաքանչյուրը ցավոք իր մեջ իրեն ղեկավար է տեսում, դա չի ստացվել։ Ես ինձ ով ճանաչում է, գիտի այդպիսի հավակնություններ չեմ դրսևորում։ Բարի, եւս մեկ անգամ ուղղեմ, ուրեմն եթե ձեզ հետաքրքիր է իրավաբան, քաղաքական գիտությունների տեխնացու Լիլիթ Դալաքյանի հետ զրուցել, ապրիլի 30-ին, երեկոյան ժամը 7-ին, 7 PM են այստեղ սովորաբար ասում, Իրանահայերի միությունում Գլենդելում գտնվող Հայաստանի խորհրդանական ընտրություններին ընդառաջ Հայաստանի արտաքին մարտահրավերները թեմայով, ապա ձեզ բավական հետաքրքիր զրույց է սպասում եւ շնորհակալ եմ այսօր հետաքրքիր զրույցի համար, շնորհակալ եմ չմերժելու համար եւ շնորհակալ եմ, որ ընդհանրապես առիթ տվեցիք ձեզ հետ զրուցելու համար։ Ինչ շատ հաճելի էր, շնորհակալություն։ Ինձ էլ։ Շնորհակալություն, այսքանով եզրափակենք, ես Հարություն Մինասյանն եմ, ձեզ շնորհակալ եմ ուշադրության համար, հետևեք մեզ ոչ միայն Artcast-ի շրջանակում, այլ նաեւ հետևեք մեր առօրյա լուրերին, որոնք որ պարբերաբար թարմացվում են մեր YouTube-յան ալիքում։ Ամենալավը ձեզ, մնացեք խաղաղ եւ առողջ։ Ցտեսություն։